Hello, everybody. Ողջույն բոլորին։ Many greetings from the Armenian pastors of Holland. Հոլանդիայի հայ հովիվներից ձեզ ջերմ ողջույններ։ Yes. There we are. Thank you. Շնորհակալություն։ Yes, we had a television broadcast Մենք մի հեռուստատեսային հաղորդում ունեցանք a few months ago, մի քանի ամիս առաջ nationally broadcasted. եւ ամբողջ երկրում հեռարձակվում էր It was about the unity in the body of Christ, եւ թեման էր Քրիստոսի մարմնի միասնությունը meeting with all leaders from all denominations. եւ բոլոր տարբեր հարավանություններից առաջնորդները հավաքվել էին And it was broadcasted on national television. եւ մեր ազգային հեռուստատեսությամբ դա հեռարձակվում էր And listen very well. եւ խնդրում եմ ուշադիր լսեք It was focused եւ դա կենտրոնացած էր upon the Church of Armenia. Հայաստանի հայ եկեղեցու վրա Yeah. այո And many Armenian pastors also were included in the television program. Եվ նաև բազմաթիվ հայ հովիվներ իրենք էլ ներառված էին այդ հեռուստատեսային հաղորդման մեջ։ So when they heard that we will go to Armenia, Ու երբ նրանք լսեցին, որ մենք գալու ենք Հայաստան, then many of them said, please send our blessings and greetings to the Church of Armenia. նրանք բոլոր շատերը ասացին, խնդրում ենք մեր բարևները, մեր օրհնությունները ուղարկեք Հայաստանի եկեղեցիներին։ Okay? Yes. Ողջույնները ձեզ։ It's an honor finally to come Armenia, Եվ սա պատիվ է, որ վերջապես մենք եկանք Հայաստան, bringing the message of the 7 wonders of the cross to your country. բերելու խաչի 7 հրաշքների падգամը ձեր երկիր։ It's an honor to lead you through the last 18 hours of Jesus. Եվ ինձ համար պատիվ է, որ ձեզ առաջնորդեմ Հիսուսի կյանքի վերջին 18 ժամերի ընթացքով, In which he shed his blood 7 times. որի ընթացքում նա 7 անգամ հեղեց իր արյունը։ Not once. Ոչ թե մեկ անգամ, 7 times the holy number. 7 անգամ, կարծես սուրբ թիվ։ So, we will lead you Մենք ձեզ կառաջնորդենք through these last 18 hours, այդ վերջին 18 ժամերի ընթացքով, receiving ourselves the 7 wonders of the cross. հենց ինքներս էլ ընդունելով մեզ համար խաչի 7 հրաշքները։ And every session, Եվ ամեն դասի ընթացքում we will see an animation, մենք կդիտենք անիմացիոն ֆիլմ and there will be sung a song. եւ երգեցողություն կլինի։ It is multimedia. Սա մուլտիմեդիա ոճի է։ After the conference, Եվ համաժողովից հետո you receive the free copy of the 7 wonders of the cross in Armenian, հայրենով ձեզ նվեր կտրվի խաչի 7 հրաշքները գիրքը but also this prospect. եւ նաեւ ձեզ կտրվի այս բրոշուրը And behind of this prospect, եւ այս բրոշուրի հետևի վերջին էջերում there are QR codes. կան QR կոդեր, So then you have entrance որոնց միջոցով դուք կկարողանաք մուտք գործել to all the Bible animations, Աստվածաշնչյան այդ բոլոր անիմացիաները դիտելու the television program, the 7 wonders in Jerusalem, եւ նաեւ հեռուստատեսային այդ հաղորդումը նայելու 7 հրաշքները Երուսաղեմում հայերեն լեզվով discovering the spots where Jesus shed his blood, որի ընթացքում դուք կհայտնաբերեք այն վայրերն ու տեղերը, որտեղ Հիսուսը հեղել է իր and արյունը։ discovering what it could mean to us. Եվ նաև բացահայտելու եք, թե դրանք ինչ կարող են նշանակել մեզ համար։ The television program is broadcasted all over the world. Այդ հեռուստահաղորդումը ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվել է։ And everything is available in Armenish. Եվ այս ամեն ինչը հայերենով հասանելի կլինի ձեզ համար։ Even the PowerPoint Եվ անգամ այս սահիկները, with PowerPoint-ները, my personal notes, իմ անձնական նշումներով, you all նյութերով, get it. այդ ամենը դուք կստանաք։ Because we are not only leading you through the last 18 hours, Որովհետև մենք ոչ միայն ձեզ ուղեկցում ենք այդ վերջին 18 ժամերի մեջ, to receive this message of the greatness of the cross ընդունելու խաչի մեծության падգամը, in our hearts and in our lives, ընդունելու մեր սրտում եւ մեր կյանքում։ but it's also a training. Սա նաև ուսուցողական նյութ է, Because Brazilian national leader said, որովհետև Բրազիլիայի ազգային առաջնորդներից մեկը ասաց.
After the conference like this, Այս տեսակի մի համաժողովից հետո they said, this is the best discipleship there is. նրանք ասացին, սա Discipleship course. թերևս աշակերտության լավագույն դասընթացներից է։ So that you can lead your churches Ուստի դուք էլ հետագայում կարող եք ձեր եկեղեցիներին առաջնորդել, through the last 18 hours. ուղեկցել նրանց Քրիստոսի կյանքի վերջին 18 ժամերի մեջ։ At this moment you don't know what to expect. Իհարկե, այս պահին դուք չգիտեք, թե ինչ ակնկալեք, I do. բայց ես գիտեմ։ An American pastor said to me, Մի ամերիկացի հովիվ ինձ ասաց, he read the book. այս գիրքը կարդալուց հետո He said, please, may I preach this in the United States? ինձ ասում է, խնդրում եմ, կարելի է ես այս ամեն ինչը Ամերիկայում քարոզեմ։ I said, no. Ասացի, ոչ։ I said, of course. Ասացի, իհարկե։ And then he pointed to me Ու հետո այսպես մատով ինձ ցույց արեց and he said, ու ասաց. where the blood flows, Այնտեղ որտեղ հոսում է արյունը, the spirit follows. հոգին էլ այդտեղ է գնում։ Amen. Ամեն։ Where the blood flows, Ուր որ արյունն է the հոսում, spirit follows. հոգին էլ գնում է այդտեղ։ So we will start with the first session. Եւ մենք մեր առաջին դասը կսկսենք։ Every session starts with a clip or how do we call it? The film, The Greatness of the Cross. Յուրաքանչյուր դասաժամը սկսվում է մի տեսանյութով, անիմացիոն եւ նաեւ խաչի մեծության մասին հոլովակով And a song. եւ նաեւ երգով։ And today we have an angel in the house. Եվ այս տան այսօր մենք ունենք մի հրեշտակ And after the small film, The Greatness of the Cross, he will sing a song for եւ us. խաչի մեծության մասին այդ տեսահոլովակից հետո ձանան մեզ համար մի կատարում So, կան։ fasten your seatbelt. Ինչպես ասում են անգլերենով, ձեր ամրագոտիները կապեք։ Yeah. What we will see now is a small film of 4 minutes. Հիմա մենք կդիտենք 4 րոպեանոց կարճ տեսանյութ։ Our media team has made everything ready for you in Armenian language. Մեր մեդիա թիմը ամեն ինչը ձեզ համար պատրաստել է հայերենով։ This film we made for all the television broadcasters worldwide. Եվ այս ֆիլմն էլ որ կդիտեք, մեր բոլոր այդ հեռուստահաղորդումներով հերարցակվել են աշխարհով մեկ։ Before they are broadcasting the 7 wonders in Jerusalem, Նախքան որ կհերարցակվեց Երուսաղեմում 7 հրաշքները, they used this film as a teaser. դրանից առաջ իրենք այս տեսահոլովակը օգտագործում են որպես ախորժակը գրգռող միջոց։ So I believe we dim the lights now Ես հիմա գիտեմ, որ լույսերը and we will watch the first film. կանջատենք եւ կդիտենք առաջին ֆիլմը։ Լսեք աշխարհի համար բաբախող Աստծո սրտի ձայնը։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված այնպես սիրեց մեզ, որ որոշեց մարդ դառնալ, որպեսզի մեզ փրկի մեզանից։ Նա թողեց իր գահը երկնքում, մարմին ու արյուն ստացավ եւ անուն տվեց իրեն՝ Հիսուս, փրկիչ։ Հիսուսով Աստված մտավ մեր կոտրված աշխարհը, բայց աշխարհը չճանաչեց նրան։ Հիսուսին համարեցին հրյանահատակ, ողբերգական ճակատագրով, խաչին գանված ու արժանապատվությունից զրկված արքա։ Ցավալի տեսարան, որն աշխարհի համար իմաստ ու արժեք չուներ։ Սակայն սա այն չէ, ինչ ավետարանն է բացահայտում մեզ։ Աստված Հիսուսին չստիպեց զոհաբերել ինքն իրեն։ Հիսուսի մահից 6 ամիս առաջ Աստված երկնքից ուղարկեց Մովսեսին եւ Եղիային, ամենայն մանրամասնությամբ նրան պատրաստելու իր կյանքի վերջին 18 ժամերի համար։ Հիսուսը զոհ չէր։ Նրանք չսպանեցին իմ Հիսուսին։ Նրանք չէին կարող նույնիսկ ձերբակալել նրան։ Մինչև Հիսուսը կմեկներ Երուսաղեմ մահանալու, նա ասաց. ոչ ոք երբեք չի կարող իմ կյանքը խլել ինձանից։ Ես իմ կամքով եմ տալիս իմ կյանքը։ Ես իշխանություն ունեմ այն տալու եւ իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու։ Ահա այսպես պատվիրեց ինձ իմ հայրը։ Աստված ինքն էր տնօրինում այն ամենը,
ինչ կատարվում էր Գողգոթայում։ Նա հրեշտակ ուղարկեց Գեթսեմանի պարտեզ գերբնական ուժ տալու Հիսուսին, որպեսզի նա դիմանար չարչարանքներին։ Վերջին 18 ժամերը զատկական մի վեհաշուկ պատում է, որտեղ տեսնում ենք ինքնիշխան և գերակա Հիսուսին, որ հայտնում է իրեն որպես Աստծո գառ և մեծ քահանայապետ։ Այս վերջին 18 ժամերի ընթացքում պատահական ոչինչ չի կատարվել։ Յուրաքանչյուր տեսարան նախասահմանված էր արքայական հրամանով, երկնային սցենարով։ Յուրաքանչյուր գործողություն և արարք, որ իրականացրին հրեաներն ու հռոմեացիները, մտածված ու մղված էր Աստծո կողմից։ Դաժան հռոմեացի կուսակալը, անիրավ Կայափա քահանայապետն ու հռոմեացի զինվորները խամաճիկներ էին Աստծո ձեռքում։ Վերջին 18 ժամերը վկայում են խաչի մեծության մասին։ Անզուգական քաջություն, սեր և ուժ, ինչպիսիք երբեք չեն տեսնվել անցյալում։ Բացահայտեք խաչի 7 հրաշքների մեծությունը։ Բացահայտեք, թե ինչու Հիսուսը հեղեց իր արյունը 7 անգամ։ Բացահայտեք, թե ինչ է նշանակում դա մեզ համար այսօր։ Դուք այլևս երբեք նույնը չեք լինի։ Նայում է վերից աշխարհը, որ ստեղծել է նա, խավար է լույս, նայում է երկնից կյանքը, որ տվել է նա, մահ է լսում է վերից, ժամանակն է, որդիս պիտի գնաս, հայացք, որ թվում է, թե լուր է, բայց նրա հոգին աղաղակում է, հայր կվայել է, Աստծո կանչին, հայր Աստծո սիրտը այնտեղ է, Գողգոթա լեռան հոսում է արյունը, խոսում է հոգին, հայր ընդունի ծավակներին, հոսում է արյունը, խոսում է հոգին, հայր ընդունիր ծավակներից, կանգնի ու մի պահ նայի, սիրելի զավակի, որ այդքան սիրում ես, ասա թե ինչ ես զգում, գուցե այդ ժամանակ դու կհասկանաս այդ մեծ գինը, որ քեզ համար տվեց Աստված, նայենք խաչին, Աստծո կանչին, հայր Աստծո սիրտը այնտեղ է, Գողգոթա լեռան հոսում է արյունը, խոսում է հոգին, հայր ընդունի
արյունը, խոսում է հոգի, հայր ընդունի զավակների, նայեն խաչին, Աստծո կանչին, հայր Աստծո սիրտը այնտեղ է, Գողգոթա լեռան լանջին, հոսում է արյունը, խոսում է հոգին, հայր ընդունիր զավակներից, խոսում է արյունը, խոսում է հոգին, հայր ընդունիր զավակներին, հայր ընդունիր զավակներին. The images you saw, the film, Այն պատկերները, որ դուք տեսաք այս նյութի մեջ, are scenes from the Jesus film Mel Gibson made many years ago, a few years ago. տեսարաններ են այն ֆիլմից, որ Մել Գիբսոնը իր ֆիլմի մեջ օգտագործել է շատ տարիներ առաջ, And someone who saw this movie եւ ինչ որ մեկը, որ դիտել էր այդ ֆիլմը, responded this. հետեւյալ ձևով էր արձագանքել. It is a true torture film. Ասել էր սա իսկական սարսափի ֆիլմ է. The entire real movie, it really only is about the useless torture of Jesus. Ամբողջ ֆիլմը իրականում Հիսուսի անտեղի չարչարանքների մասին է. This man wrote this. Եվ այդ մարդը գրում է, ասում I է. think it's awful to watch someone die in vain like this. Ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է, որ ինչ որ մեկը անտեղի տեղը այս ձևով մահանում է. What was the point of it? Դրա իմաստը ո՞րն է? He wrote, it makes me so angry Եվ այդ մարդը գրում է, ես այնքան եմ բարկանում, that they let nice people die որ նրանք թույլ են տալիս, որ բարի լավ in մարդիկ such a completely useless manner. մահանան այս տեսակի բոլորովին անիմաստ ձևով։ And this is how many people look at Jesus hanging on the cross. Եվ շատ մարդիկ հենց այս ձևով են նայում Հիսուսին, որ գանված է խաչին։ But we as a church, the body of Christ, Բայց մենք, որպես եկեղեցի, Քրիստոսի մարմինը, have to tell them պետք է նրանց պատմենք about the greatness of the cross. խաչի մեծության մասին։ It's not about the poor Jesus. Այս ամեն ինչը ինչ որ խեղճ Հիսուսի մասին չէ։ The greatness of God, Աստծո մեծափառությունը, the greatness of the cross, խաչի մեծությունը, my Jesus. իմ Հիսուսը։ I don't preach anymore about Jesus. Գիտեք, ես այլևս չեմ քարոզում Հիսուսի մասին։ There's so many Jesuses in this world. Այս աշխարհում այնքան Հիսուսներ կան։ I preach about my Jesus. Ես քարոզում եմ իմ Հիսուսի մասին։ Իմ, And I am his. ես նրանն եմ։ My Jesus. Իմ Հիսուսը։ Let me tell you about my Jesus. Թույլ տուր քեզ պատմեմ իմ Հիսուսի The մասին։ Bible shows me Աստվածաշունչը ինձ ցույց է տալիս։ my Jesus Իմ Հիսուսը was completely in control in the last 18 hours. լիարժեք ձևով կառավարում էր վերջին 18 ժամերը, վերահսկում Nothing էր։ happened by chance. Ոչ մի բան պատահական չի եղել։ The Father himself prepared his Son in the smallest detail. Հայրն ինքը ամենայն մանրամասնությամբ իր որդուն պատրաստել էր։ I will show you what the Bible tells us. Ես ձեզ ցույց կտամ, թե Աստվածաշունչը ինչ է ասում մեզ։ For instance, we will read that later on. Օրինակ, ավելի ուշ մենք ընթերցելու ենք John 18, Հովհաննես 18-ը։
Jesus, knowing everything that would happen. Հիսուսը իմանալով, որ ինչեր են կատարվելու, ամեն ինչը It's in your Bible. գրված է դա ձեր Աստվածաշնչում։ So we will take you with us Եվ միասին մենք այս ընթացքը կգնանք and we եւ will դա lead you through the last 18 hours. այդ 18 վերջին 18 ժամերին կուղեկցենք ձեզ։ That we will see the greatness of the cross. Եվ մենք կտեսնենք խաչի մեծությունը։ I wrote this. Ես հետեւյալ բանն եմ գրել։ It's in your notes. Եվ ձեր նյութերի մեջ դա լինելու է։ The notes you will receive. Այն նյութերը, որ դուք հետագայում կստանաք, So that you can spread the gospel of the cross. որպեսզի դուք էլ օգտագործեք դա ավետարանի խաչի պատգամը փոխանցելու To համար, show your nation the greatness of the cross. որպեսզի ձեր ժողովրդին ցույց տաք խաչի մեծությունը։ Tell the people, Մարդկանց պատմեք, if you give your life to Jesus, որ եթե կյանքդ տաս Հիսուսին, whatever will happen, ինչ որ լինի, still Jesus is in total control. Հիսուսը միևնույն է, ամեն ժամանակ կատարյալ ձևով Ամեն։ վերահսկում է։ Ամեն։ I wrote this. Jesus was not a Jewish martyr Ես այսպեսի միտք եմ գրել, որ Հիսուսը հրեա նահատակ չէր, who went to the cross with the courage of despair, ով գնաց խաչին վհատության քաջությունից։ like someone who undergoes his tragic fate in passivity. Ինչպես մեկը, որ ինչ որ sense пассив ձևով իր ողբերգական ճակատագիրն է ապրում։ Finally nailed to the cross, Եվ ի վերջո նրան խաչում են a king without clothes, մի արքայի առանց հանդերձների, a pathetic performance for the world. աշխարհի համար մի ողբերգական կատարում, But this is not what the gospel shows us. բայց ավետարանը դա չի մեզ ցույց տալիս։ The last 18 hours of my Jesus Իմ Հիսուսի կյանքի վերջին 18 ժամերը testify of extraordinary courage, love, and strength. վկայում են արտառոց սիրո եւ քաջության մասին, As we have never seen before. ինչպիսին երբեք չենք տեսած։ My Jesus Իմ Հիսուսը was not a victim of his own success. իր հաջողության զոհը չէր։ I will show you, Ես ձեզ ցույց կտամ, they did not murder my Jesus. որ նրանք չսպանեցին իմ Հիսուսին։ No, Ոչ, they even couldn't arrest him. նրանք նույնիսկ չէին կարող ձերբակալել նրան։ Oh, we will show you later. Եվ ավելի ուշ ես ձեզ ցույց կտամ։ And do you know, preachers are storytellers. Գիտեք, չէ, քարոզիչները լավ պատմություններ պատմողներ են։ Jesus was the best storyteller ever. Իսկ երբևէ ապրած լավագույն պատմություն պատմողը Հիսուսն է։ But the story of the last 18 hours, Բայց վերջին 18 ժամերի it պատմությունը is the best story of stories. բոլոր պատմություններից լավագույնն է։ Let's read the Bible. Եկեք ընթերցենք Աստվածաշնչից։ Read your Bible, pray every day, pray every day. Կարդա քո Աստվածաշունչը ամեն օր աղոթք արա։ Liana will always read. Ոչ ոք չի կարող իմ կյանքը խլել ինձանից։ Ես իմ կամքով եմ տալիս իմ կյանքը։ Ես իշխանություն ունեմ այն տալու եւ իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու։ Ես այս պատվերն իմ հորից եմ ստացել։ No one can take my life from me. Ոչ ոք չի կարող իմ կյանքը խլել ինձանից։ No one could take Jesus' life. Ոչ ոք չէր կարող Հիսուսի կյանքը խլել իրենից։ I sacrifice it voluntarily. Ես իմ կամքով I have the հուժարաբար authority, he said, Նա ասում է ես իշխանությունը ունեմ to lay it down and to take it up again. իմ կյանքը դնելու ու նորից վերցնելու։ Yeah. Այո, So, ուստի before we tell the story, նախքան պատմությունը պատմելը, this is very important to know. ասեմ, այս բաները կարևոր է իմանալը։ What will happen with my Jesus? Վայ, ինչ կպատահի իմ Հիսուսի հետ։ Yes, it's terrible. Այո, այս ամեն ինչը սարսափելի է։ It's worse than worse. Ամենավատը, վատ թարագույն բանը, But you have to know, բայց դու պետք է իմանաս։ Jesus was totally in control. Հիսուսը կատարյալ ձևով վերահսկում էր։
So the last 18 hours of Jesus form a majestic Easter saga. Հիսուսի վերջին 18 ժամերը կազմում են մի վեհափառ զատկական պատում։ We see a sovereign Jesus, Մենք տեսնում ենք ինքնիշխան a Հիսուսին, supreme Jesus, գերակա Հիսուսին, but he is revealing himself as the Lamb of God and the high priest at the same time. բայց նա միաժամանակ իրեն հայտնում է որպես Աստծո գառ եւ քահանայապետ։ So let me show you the greatness of the cross, Ուստի թույլ տվեք ձեզ ցույց տամ խաչի the մեծությունը greatness of the master plan. եւ ձեզ ցույց տամ այն գլխավոր ծրագրի մեծությունը։ In English, you can say it very nice. Անգլերենով դա այդքան էլ սիրուն չի ստացվում։ Jesus' death was not a tragedy, Հիսուսի մահը ողբերգություն չէր։ it was a victory. Դա հաղթանակ էր։ Amen. Ամեն։ So, John 13 says, Հովանես 13-ն ասում է. Լիանա։ Հիսուսը գիտեր, որ հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել եւ որ ինքն Աստծուց էր եկել ու Աստծո մոտ էր գնում։ do you see it? Տեսնում եք։ Do you see it? The Father gave Jesus authority Հայրը Հիսուսին իշխանություն էր տվել։ over everything in the last 18 hours. Վերջին 18 ժամերի ամեն ինչի վերաբերյալ։ God himself was the director of Golgotha. Աստված ինքն էր Գողգոթայի ռեժիսորն ու տնօրինողը։ Every Jew's deed, Ամեն հրեաների կատարած ամեն գործողություն, every Roman act հռոմեացիների կատարած ամեն գործողություն was desired and inspired by God himself. հենց Աստծուց էր նախատեսված եւ In the ոգեշնչված։ last 18 hours, Վերջին 18 ժամերին God has left nothing to chance. Աստված ոչ մի բան պատահականության չէր մատնել։ Peter makes it clear there was a predetermined plan. Պետրոսը հստակ ձևով ասում է, որ նախասահմանված ծրագիր կար։ Նրան Աստծո սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրինների ձեռքը մատնեցին եւ փայտի վրա գամելով սպանեցիք։ Նրան Աստված հարություն տվեց մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահը իշխեր նրան։ So God himself was the director of Golgotha. Աստված ինքն էր տնօրինում, ինքն էր ռեժիսորը Գողգոթայի։ There was no coincidence. Ոչ մի բանը պատահականություն չէր։ God the Father Հայր Աստված himself wrote the heavenly script. ինքը գրեց այդ երկնային սցենարը։ Nothing happened by chance. Ոչ մի բանը պատահականություն չէր։ Then Peter says on the Pentecost day, Հետո Պետրոսը շարունակում է Պենտեկոստեի Acts օրը 4:27, Գործք 4-ի I will read it. 27-ը Herod, King Herod, Հերովդես թագավորը, Pilate the governor, Պիղատոս ուսակալը, the Roman soldiers, հռոմեացի զինվորները, Peter was saying this, Պետրոսը այս բաները նշում է։ the people of Israel were all united against Jesus. Իսրայելի ժողովուրդը բոլորը միաբանվեցին Հիսուսի դեմ։ And then Peter says this, Հետո Պետրոսը հետևյալն է but ասում. everything they did Բայց ամեն բան, որ նրանք արեցին, was determined beforehand նախապես սահմանված էր, according to God's will. համաձայն Աստծո կամքի։ Peter knew, Պետրոսը գիտեր, but the church has forgotten. բայց եկեղեցին մոռացել էր։ They've forgotten to be honest, the Անկեղծ greatness of ասած, the cross. Անկեղծ ասենք, մարդիկ մոռացել էին այդ խաչի գործի մեծությունը։ How do we know there was a heavenly script? Որտեղից գիտենք, որ դա երկնային սցենար էր, Because God told the prophets in advance. որովհետև Աստված նախապես մարգարեներին ասել էր։ And Jesus knew that the prophets has prophesied over him. Եւ Հիսուսը գիտեր, About him. որ այդ բոլոր մարգարեները իր մասին, Peter knew. իր մասին էին խոսել։ Պետրոսն էլ գիտեր։ This one, yeah. Եվ Peter նա knew. ասում է, այդ փրկության համար փնտրեցին ու
Փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարենում են ձեզ սահմանված շնորհի մասին, քննելով, թե ինչպիսի ժամանակի եւ որ հանգամանքներում էր իրենց մեջ եղած Քրիստոսի հոգին ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների եւ դրանից հետո փառքի մասին։ Do you know what Peter is saying? Գիտեք Պետրոսն ինչ է ասում։ He said, the Spirit of Christ was in the prophets. Նա ասում է, որ Քրիստոսի հոգին մարգարեների մեջ էր։ Not the Spirit of God, the Spirit of Christ was in the prophets. Նա չի ասում Աստծո հոգին, ասում է Քրիստոսի հոգին մարգարեների մեջ էր։ Let them prophesying about the last 18 hours of the Christ. Եվ առաջնորդում էր նրանց մարգարեանալու Քրիստոսի վերջին 18 ժամերի մասին։ You can hear me, yeah? You can hear me. Լսվում է, Mic չէ՞ is ձայն։ okay. Okay. It's falling down, but not asleep. Okay? Ասում անկնում է, բայց քնած չի, աշխատում է։ Do you see the Bible is complete? Տեսնում եք, չէ, ինչ ամբողջական է Աստվածաշունչը։ Tanakh, Old Testament, Թանախը, 5 կտակարանը and the New Testament. եւ նոր կտակարանը։ Yes, so Jesus wrote all the prophecies. Ռոդ He read all the Հիսուսը prophecies. կարդացել էր, Հիսուսը գիտեր այդ բոլոր մարգարեությունները։ You could say it like this. Կարելի է այսպես ասել։ The prophecies were a kind of a Yeshua code. Կարելի ասել, որ այդ մարգարեությունները ինչ որ իմաստով Եշուայի գաղտնագիրն էին, ծածկագիրը։ All the religions have read those prophecies. Բոլոր կրոնավոր մարդիկ կարդացել էին այդ մարգարեությունները։ Only Jesus knew that for me, it's about me. Եվ միայն Հիսուսը գիտեր, միայն նա կարող էր ասել, այդ ամեն ինչը իմ մասին է։ So, everything was written in a heavenly script. Այսպիսով, ամեն բան գրված էր համաձայն երկնային սցենարի։ For us, Մեզ համար it was written, դա գրված էր, but especially also for Jesus, բայց հատկապես Հիսուսի համար, to prepare him. որպեսզի նրան պատրաստեր։ But God is a lovely Father. Բայց Աստված սիրող հայր է։ Did you ever preach this, what is coming up now? Երբևէ դուք քարոզել եք այն, ինչ որ հիմա կհնչի։ It's written down in Luke 9. Գրված է Ղուկասի 9-րդ գլխում, 6 months before Jesus would go to Jerusalem with his disciples and the women who followed Jesus. Many women who followed Jesus. Many women who followed Jesus. 6 ամիս իր մահից առաջ, երբ որ Հիսուսը գնաց Երուսաղեմ իր աշակերտների հետ, եւ նաեւ բազմաթիվ շատ կանայք էին նրան հետևում։ Բոլորի հետ նա գնաց Երուսաղեմ 6 months before. մահից 6 ամիս առաջ էր։ Jesus is with 3 of his disciples going up to the mountain, Եվ Հիսուսը իր 3 աշակերտների հետ բարձանում են լեռը, praying. աղոթելու։ What happened? Ինչ է կատարվում։ We will read it. Կկարդանք, եւ ահա նրա հետ խոսում էին 2 մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին։ Նրանք փառքով երևալով նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ Wow. Suddenly they see a cloud, Հանկարծակի նրանք ամպ են տեսնում, not a normal cloud. ոչ սովորական ամպ։ We all know it was a Shekinah cloud. Մենք բոլորս գիտենք, որ դա Շխինա տեսակի Came ամպ է, down and filled the holy temple in the Old Testament. որը ժամանակին իջել ու լցրել էր 5 կտակարանի տաճարը։ The Shekinah cloud that led Israel out of slavery, leading to the Այդ promised land. Շախինա կոչվող ամպն էր, որ Իսրայելին Եգիպտոսի գերությունից առաջնորդել 6 months հանել էր։ before, Իսկ հիմա 6 the ամիս cloud մահից appears, առաջ the Shekinah. այդ Շխինա կոչվող And ամպը suddenly, հայտնվում է հանկարծ։ Moses and Elijah come out of the cloud. Եվ այդ ամպից գալիս են Մովսեսն ու Եղիան։ The only two who Միայն were already in heaven. The only այն two. միակ երկուսը, ովքեր երկնքում էին, Why? միայն այդ երկուսը եկան։ Why does this happen? Ինչու էսպիսի բան God said կատարվում։ Moses and Elijah to prepare my Jesus for the Մովսեսն ու last 18 hours. Եղիան եկան իմ Հիսուսին պատրաստելու իր վերջին 18 ժամի համար։ Yes. Այո, And then we read about this. They were speaking about his exodus, which was about to be fulfilled in Jerusalem. եւ ասում են նրա վախճանի մասին էին խոսում։ Անգլերենում ասում են նրա ելքի մասին։
They spoke about the last 18 hours who would come. Նրանք խոսում էին վերջին 18 ժամերի այդ վախճանի մասին, որ գալու էր։ This is so important. Սա այնքան կարևոր է։ I remember, Հիշում եմ, for instance, օրինակ, once suddenly the Lord spoke to me. Once suddenly the Lord spoke to me in a team meeting. Թիմի հետ հանդիպման մեջ ենք, մեկ our է Տերը ministry. հանկարծակի խոսում է ինձ հետ, մեր ծառայության թիմով And ենք։ the Lord said to me, Տերը ինձ ասում է. next year you will not have enough money. Հաջորդ տարի դու բավականաչափ գումար չես ունենալու։ It was overwhelming. Գիտեք, դա մի տեսակ ծանր I բան էր։ shared it with the team. Ես այդ բանը թիմիս հետ կիսվեցի։ And they said, no, God will forbid. God will forbid. Ասում No, են, no, no, չէ, no, չէ, no. Աստված չանի, Աստված չանի։ Like the disciples did. By Ինչպես Jesus. ժամանակին աշակերտներն էլ նման բաներ արեցին։ Okay, I said, Ասում եմ, դե լավ։ okay, we'll see. Լավ, կտեսնենք։ A year later, Մի տարի անց I was already forgotten what the Lord has said. ես արդեն մոռացել էի Տերը ինչ է ասել, In one moment, something happened. բայց ակնթարթի մեջ մի բան կատարվեց։ It was very dangerous for the ministry. Դա շատ վտանգավոր բան էր ծառայության համար։ It had to do with someone, so it's very personally, so I cannot tell the whole story. Մի շատ անձնական հարց կար, պիտի դա լուծվեր, ուստի չեմ կարող այդ պատմությունը պատմել։ No money. Գումար չունենք։ Whoa. Այ քեզ բան։ Something like did God with Jesus, but then much better. Իհարկե And greater. չի կարելի համեմատել այն ինչ որ Աստված արեց Հիսուսի հետ, բայց մեր դեպքում էլ այսպեսի մի վատ իրավիճակ է ստեղծվել, But when it happened, բայց երբ այդ վիճակը եկավ, I had to travel to South America, ես պատրաստվում էի պիտի ճամփորդեի Հարավաֆրիկյան leaving my Հանրապետություն, team alone. թողնելով իմ թիմին, But we have prayed and prayed on our knees. բայց այսպես ծնկաչոք աղոթում ենք, աղոթում And God spoke եւ to the Աստված team, խոսեց through the թիմի, team. թիմի միջոցով։ I will take care. Ես կհոգամ, But the next day, բայց հաջորդ օրը I went to the airport գնում եմ օթակայան, and I took my telephone վերցնում եմ հեռախոսս, and I called my personal assistant. զանգում եմ իմ օգնականին, We need to have a second plan. ասում եմ մեզ մի երկրորդ B պլան է պետք։ We have to need a second plan, I said. Մեզ պետք է մի երկրորդ քական պլան։ Sometimes I'm Simon and not Peter. Գիտեք, լինում է, որ ես Սիմոն եմ լինում, ոչ թե Պետրոս։ My assistant said, no, Օգնականս ասում է no, ոչ, Pastor Wilkin. ոչ, հովի Վիլկին։ It's not necessary. Կարիք չկա։ God will take care. Աստված կհոգա։ In 1 week, Մի շաբաթվա մեջ all finances were this way. բոլոր ֆինանսները կարգավորվեցին։ But God prepared Jesus Բայց Աստված ինքը պատրաստեց By sending- Հիսուսին, by sending Moses and Elijah. ուղարկելով Մովսեսին եւ Եղիային։ And then something happens with Jesus. Ու հետո Հիսուսի հետ ինչ որ բան է կատարվում, His face is shining like the sun. եւ նրա դեմքը սկսում է արևի նման փայլել։ Even his clothes turn radiantly. Նույնիսկ նրա հանդերձներն են այդպես փայլում, ճառագում, And he went in the Shekinah. եւ նա մտնում է Շխինայի մեջ։ It's in your Bible. Դա գրված է ձեր He went in the Աստվածաշնչում։ Shekinah. Նա այդ Շխինայի մեջ մտավ։ Peter, the boys didn't see Պետրոսը, Jesus anymore. տղեկը այդտեղ են, նայում են նրան։ Why? Ինչու՞։ We don't know. Մենք չգիտենք, But something happened between the Father and the Son, բայց այդ պահին հոր եւ որդու մեջ մի բան է կատարվում։ preparing him for his exodus. The Պատրաստ- last 18 hours. Պատրաստելով նրան իր վախճանի համար, վերջին 18 ժամերի համար։ Our God is a good Father. Մեր Աստված բարի, Amen. լավ Amen. հայր է։ Ամեն։ Ամեն։ And he still is also for you. Եվ նա այդպիսին է այսօր քեզ համար։ And then Jesus only returns. Եվ հետո Հիսուսը And then suddenly a voice. The voice of God is saying this to the three disciples. դրքից դուրս է գալիս եւ մի ձայն նրա երեք աշակերտներին ասում է. This is my beloved Son. Նա է իմ սիրելի որդին։ Listen to him. Նրան լսեք։ But then the boys go down Բայց հետո այսպես տղերքը իջնում են and they don't know what happened. ու չգիտեն, այդ ինչ էր որ կատարվեց։ They are a little bit confused. Իրենք փոքրինչ շփոթված են։ Yeah. Because
Jesus knew it all. Որովհետև Հիսուսը ամեն բան գիտեր։ On the way to Jerusalem, Երուսաղեմ գնալու ճանապարհին, yes, is this? Yeah, that's, Matthew 20. yeah. On the way to Jerusalem, Երուսաղեմ գնալու ճանապարհին Jesus is preparing his disciples Հիսուսը what has to come. նախապատրաստում է իր աշակերտներին, թե ինչ է սպասվում։ You may read it. Հեթանոսներին են մատնելու, նա ծաղրվելու է, գանահարվելու է եւ խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու։ Mark, Մարկոսը, the gospel writer, ավետարանը գրողը, he said 3 times նա գրում է, որ 3 when անգամ, Jesus is going to Jerusalem, երբ որ Հիսուսը գնում էր Երուսաղեմ, he says the same thing. նույն բանը կրկնում է։ We will go to Jerusalem. Մենք կգնանք Երուսաղեմ, I will be handed over to the Romans. եւ նա ասում է, որ ինձ կհանձնեն, կմատնեն հռոմեացիների They will ձեռքը։ mock me in the face. Նրանք ինձ կծաղրեն, They will կհարվածեն flog me with a դեմքից whip. եւ ինձ կմտրակեն, They will կգանահարեն, crucify me. ինձ կխաչեն։ But on the third day, I But- will be raised from the dead. Երրորդ օրը ես մեռելներից հարություն կառնեմ։ Do you know what Mark has written? Գիտեք, որ Մարկոսը The disciples were afraid. այն աշակերտը, որ գրել է, նրանցից mեկն էր, որ վախեցած The էր։ disciples, they were confused. Բոլոր աշակերտները շփոթված էին։ It was not, they couldn't understand. Նրանք չէին կարողանում այդ ամենը No, հասկանալ։ we are going to Jerusalem and Jesus will take over. Հիմա մենք գնում ենք Երուսաղեմ եւ Հիսուսին He ձերբակալելու will են։ sit on the throne of David Նա որ պիտի նստի Դավթի գահի վրա and he will rule forever and ever and ever. եւ նա որ պիտի Հավիտյանս հավիտենից թագավորի, Poor boys. խեղճ տղաներ։ We have a song in Holland Մենք Հոլանդիա մի երգ for the ունենք little children. երեխաների համար։ Your eyes have ears. Your heart have ears. Երգը ասում է քո սիրտը ականջներ ունի, քո սիրտը կարող է What God լսել wants to say ու տեսնել։ or to show you, Այն ինչ Աստված ուզում է ասել կամ ցույց տալ քեզ, but only if Jesus lives in you. բայց միայն այն The ժամանակ Holy երբ Spirit. Հիսուսը բնակվում է քո մեջ, So Սուրբ Հոգին։ poor boys, Բայց խեղճ տղաները they really were afraid. իսկապես վախեցած էին։ But Jesus knew it all. Բայց Հիսուսը ամեն ինչը գիտեր։ For instance, what is he saying in John 6? Օրինակ, Հովանեսի 6-ում նա ասում է, որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, եւ ով էր նա, որ մատնելու էր իրեն։ Jesus knew that Judas would betray him before Judas knew this himself. Հիսուսը գիտեր, որ Հուդան իրեն մատնելու է, նախքան Հուդան ինքը կիմանար դա։ Do you see how important this is? Դուք տեսնում եք, թե ինչքան կարևոր են այս բաները։ That Jesus was totally in control Որ Հիսուսը կատարելապես տնորինում էր ամեն բան։ and he had complete authority in the last 18 hours. Եվ նա լիարժեք վերահսկողություն ուներ վերջին 18 ժամերի վրա։ The night before he died, he said this to his disciples. Իր մահից առաջ նախորդ գիշերը նա իր աշակերտներին սա ասաց. Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, եւ նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ Even the devil has no power over me, he said. Նա ասում է նույնիսկ սատանան ոչ մի իշխանություն չունի ինձ վրա։ And if you know who you are in Christ, Ու երբ որ դու իմանում ես, թե դու ով ես Քրիստոսում, oh, tomorrow will be a great day. ասեմ ձեզ վաղը հրաշալի օր է լինելու։ If you know who you are in Christ, Եթե դու գիտես, թե ով ես Քրիստոսում, you know դու գիտես, that the devil has no power over you. որ սատանան քեզ Not at վրա all. իշխանություն Because բոլորովին I am չունի։ in Christ and Christ is in me. Ես Քրիստոսում եմ, Քրիստոսն էլ, But that's later on. That's later on. Yeah. բայց այդ ամեն ինչը դեռ կհասնենք դրանց։ Okay. So, when the Holy Spirit Երբ Սուրբ Հոգին spoke to me in that church in the Netherlands, ինձ հետ խոսեց Նիդերլանդների այդ եկեղեցում, saying Jesus shed 7 times his blood, ինձ ասելով, որ know. Հիսուսը 7 անգամ իր արյունը հեղեց։ I didn't know. Ես չգիտեի։ Yeah.
So I discovered, of course, it was true what the Holy Spirit was saying. Եվ իհարկե, ինչ որ Սուրբ Հոգին ասում է, ճշմարտություն է։ And it took me 1 year, Եվ ինձնից պահանջվեց 1 տարի beside pastoring the church, այդ իմ գործի հովություն անելու հետ զուգահեռ to read the Gospels, ավետարանները կարդալ all the prophecies about Jesus, եւ ամեն մարգարեությունները կարդալ, որ Հիսուսի մասին են, what historians have written down about this. եւ նաեւ կարդացի այն ամենը, ինչ որ պատմիչներն են գրել այդ ամենի մասին, What doctors have written down about the last 18 hours. եւ նաեւ ինչ են բժիշկները, այլ մասնագետները գրել վերջին 18 ժամերի մասին։ And then it took me another year to write the book. Եվ հետո էլ ինձից մի տարի պահանջվեց, որ գիրքը գրեմ։ I wrote it in 5 different countries. Եվ գիրքը գրեցի 5 տարբեր երկրներում։ Yeah. So I discovered, of course, it is true, Jesus shed his blood 7 Ու times. ես բացահայտեցի, որ իրոք ճշմարտություն է, Հիսուսը 7 անգամ արյուն հեղեց։ And then suddenly Հետո հանկարծ the Lord opened my eyes. Աստված բացեց աչքերս։ It is the same, Jesus is the eternal high priest. Հիսուսը, որ հավիտենական քահանայապետն է, And like the Israeli high priest, եւ ճիշտ ինչպես Իսրայելի քահանայապետը, the soil, the ground, Adama. Հիսուսի արյունն էլ 7 անգամ հեղվեց, ցողվեց գետնի հողի վրա, որ եբրայերեն Ադամա է կոչվում, հող։ We see an important similarity Եվ մենք սրանց մեջ կարևոր նմանություններ ենք տեսնում։ between what happened on the Day of Atonement, Yom Kippur, Այն բաների մեջ, ինչ որ տեղի ունեցավ Յոմ Կիպուրի And այդ Good Friday. քավության օրը եւ ավագ ուրբաթ օրը։ so at Yom Kippur, Յոմ Կիպուրի ժամանակ Israeli high priest Իսրայելի քահանայապետը could enter the Holy of Holies կարող էր մտնել սրբության սրբոց, with the blood of the sacrificed animal վերցնելով զոհաբերված կենդանու արյունը, only once a year. դա միայն տարին 1 անգամ էր լինում։ And watch out, this is very, Եվ very հիմա important. խնդրում եմ ուշադիր լինեք, սա կարևոր է։ He had to sprinkle the blood first on the mercy seat. Նա նախ պետք է այդ արյունը ցողեր քավության այդ վրա, ուխտի տապանակի քավության վրա, And Leviticus of Moses wrote it down. եւ Ղևտացիների գիրքը, որ Մովսեսն է He գրել, did it this way, ասում է, որ դա հետեւյալ կերպ էր արվում։ from forth to Այսպես արջևից հետ էր։ Once. Մեկ անգամ On the այս mercy դիրքով։ seat. Այդ քավության վրա, And ուխտի then տապանակի։ 7 times Հետո 7 անգամ he had to sprinkle նա պիտի ցողեր the blood այդ արյունը on the ground. գետնի վրա 7 times. 7 անգամ։ Well, a Baptist teacher in Israel, Իսրայելում մի մկրտական ուսուցիչ, I was sitting with him at the Ում Lake of հետ Galilee. ես նստած էի մի օր Գալիլեայի ծովի մոտ, He was very enthusiastic about the 7 wonders of the cross. ինքը շատ հետաքրքրված էր խաչի 7 հրաշքների And he մասին։ said to me, but Wilkin, do you know? Ինձ ասում է Ուիլկին, բայց դու գիտես, The cross is in Leviticus 16. խաչը ինքնին Ղևտացիների 16-ում է խաչը։ Ասում եմ ի՞նչ։ I said, no. Ասում չէ։ Yes, he said. Ասում է այո։ First he had to sprinkle it on the mercy Ասում է seat. նախ պետք է քավության կափարիչի And then այդ on the floor. այս դիրքով աներ, հետո գետնի վրա I ցողեր։ love it. I love it. I Ինձ love it. այս բաները շատ դուր են գալիս։ I'm not a Catholic priest, Ես կաթոլիկ քահանա չեմ, but I love this. բայց ինձ դուր է գալիս այս ամեն ինչը։ The cross is everywhere in the Old Testament. Շարժումները։ Խաչը 5 կտակարանում ամեն տեղ կա։ So the 7-fold sprinkling on the great atonement day Եվ այդ քավության մեծ օրը, երբ տեղի էր ունենում արյան 7 անգամյա ցողում, was a prophetic act of the Israeli high priest. դա մարգարեական ակտ էր Իսրայելի քահանայապետի կողմից արվող։ Year after year, pointing to the eternal high priest, Jesus, Inche. who would come. Ինչը տարեց տարի մատնանշում էր այն հավիտենական քահանայապետին Հիսուսին, որ գալու էր, To sprinkle the blood. որպիսի իր արյունը ցողեր։ So we will read the next one. This one. Can you read this Կընթերցենք։ one? Իսկ Քրիստոսը գալիք բարիքների քահանայապետը եկավ անցնելով ավելի մեծ, կատարյալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն ոչ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված։
Hebrews writer wrote this Եբրայեցիների հեղինակը գրում է սա, after Jesus returned to the Father, of course. արդեն այն ժամանակ, երբ որ իհարկե Հիսուսը վերադարձել է հոր մոտ։ And he says Jesus is the eternal high priest. Եվ նա ասում է, որ Հիսուսն է հավիտենական քահանայապետը։ And then in verse 12, Եվ հետո 12-րդ խոսքում it's a ասում է. Dutch free translation. Սա հոլանդերեն թարգմանության տարբերակն է, մեկ անգամ եւ բոլորի համար նա մտավ սրբարան եւ այրունով ցողեց այն տեղը, որտեղ ներվում են մեղքերը, բայց դա նոխազների ու զվարակների այրուն չէր, ոչ, այլ իր իսկ այրունը, որով էլ մեզ ազատեց հավիտենապես։ Jesus did it the opposite. Հիսուսը այս ամեն ինչը հակառակ հերթականությամբ արեց։ First he sprinkled his blood 7 times on the soil, the ground. Նախ ինքը 7 անգամ հեղեց, ցողեց իր And այրունը then the գետնին։ great Exodus, the big finale tomorrow. Եվ հետո տեղի ունեցավ այդ մեծ ելքը, մեծ վախճանը, այդ գլխավոր ծրագիրը, to որի heaven. մասին վաղը կխոսենք։ Նա գնաց երկինք։ And Hebrews says he sprinkled his blood on the altar before the throne. Եվ Եբրայեցիցն ասում է, որ գահի առջև դրված զոհասեղանի վրա ցողեց իր այրունը։ So this is not a made up story. Այս ամեն ինչը հորինվածք չի։ It is the Old Testament prophesying what would happen, Սա հին կտակարանն է, որ Մարգարեանում է թե ինչ է and կատարվելու։ the New Testament testifying that it happened. Իսկ նոր կտակարանը արդեն վկայում է, որ դրանք կատարվեցին։ We can trust the Bible. Ուստի Աստվածաշունչը վստահելի է։ And then Peter, Հետո Պետրոսը, this is Piotr, eh? Yeah. yes, Peter knew at the end. Պետրոսը գիտեր, When he wrote his first letter, he started like this. ու երբ որ ինքը արդեն այդ ամեն ինչը իմացել էր, իր առաջին նամակը գրելով ասում է. Դուք ընտրվել եք ըստ Հայր Աստծո կանխագիտության, Հիսուս Քրիստոսի արյան հեղումով ցողվել մաքրվելու համար։ Մտածում եք, You understand? հասկանալի է։ He said, you all who read this letter, Եվ նա գրում է ու մտածում, ովքեր որ կկարդան այս նամակը, you are chosen. ու այդ կարդացողներին նա ասում է, դուք He ընտրվել եք, chose you. նա ընտրել է ձեզ։ Other translations say, he calls you. Այլ թարգմանություն ասում է, նա կանչում է ձեզ։ For what? Ինչի համար, To be sprinkled with the blood of Jesus Christ. որպեսզի ցողվեք Հիսուս Քրիստոսի արյունով։ It points to the 7 times that he sprinkled his blood. Եվ դա մատնանշում են 7 անգամները, որ Հիսուսը ցողեց, հեղեց իր արյունը։ And we will see what it could mean. Եվ մենք կտեսնենք, թե ինչեր կարող էին դրանք նշանակել։ And I was figuring out what does it mean, of course. Եվ իհարկե, ես էլ էի փորձում հասկանալ, սրանք ինչ են նշանակում։ Hey, listen. Լսեք, You can discuss how I explain it. դուք կարող եք քննարկել այն բաները, թե ես ինչ ձևով եմ սա բացատրում, If you discuss it, բայց երբ որ քննարկեք, come with another explaining. խնդրում եմ, որ հանգեք եւ մոտենակ, ասեք մեկ այլ բացատրություն, But I've never heard a better one. բայց ես ավելի լավ բացատրություն երբևէ չեմ գտել, Because those 7 steps որովհետեւ այդ 7 քայլերը are about not only receiving forgiveness, այն մասին են, որի մեջ ներառվում է ոչ միայն ներում but ստանալը, many more. այլ շատ But ավելին, many more. շատ ավելին։ And the first 6 wonders of the cross Եվ խաչի առաջին 6 հրաշքները together միասին are a healthy new birth. առողջ վերստին ծնվելու մասին են, Because the 7th time that Jesus shed his blood, որտեվ այդ 7 անգամ որ Հիսուսը հեղեց իր արյունը, he was stabbed with the spear in his side. եւ երբ որ նրա կողը խոցեցին And գեղարդով, they say a part of the spear is here in Armenia. եւ ասում են, որ այդ գեղարդի մի մասը այստեղ Հայաստանում է։ We have been there yesterday. Երեք գնացել էինք այդտեղ, Yeah. And out of his side եւ նրա կողից flew blood and water արյուն եւ ջուր հոսեց, like a newborn baby. ճիշտ ինչպես
երեխայի ծնվելու ժամանակ է լինում։ out of the sight of my Jesus, Իմ Հիսուսի կողից the new man in Christ is created. Քրիստոսում նոր մարդը արարվեց։ The rib, you can translate it also. Թարգմանվում է նաև կողքից, կողից։ Like God created Adam out of Eve. Ճիշտ ինչպես Աստված ստեղծեց Եվային Ադամի կողից։ Through the seventh wonder of the cross, Խաչի 7 հրաշքի միջոցով God created the Աստված church out of the sight of Jesus. Քրիստոսի կողից ստեղծեց եկեղեցին։ The new man in Christ. Քրիստոսում նոր մարդը։ 7 is the holy number. 7-ը սուրբ ծրբության թիվ է։ 6 is the number of man. 6-ը մարդու թիվն է։ God created Adam on the sixth day. Աստված Ադամին ստեղծեց 6-րդ օրը։ The sixth wonders 6 հրաշքները are about us. մեր մասին են։ And they together, Եվ դրանք բոլորը միասին they together will form a healthy new rebirth. եւ այդ բոլորը որ միասին լինում են, դրանք ձևավորում են առողջ նոր վերստին ծնունդ։ If you bring someone to Christ, Երբ որ դու մեկին բերում ես Քրիստոսին, and the only thing he knows is this, ու եթե նրա իմացածը ընդամենը սա է, God forgave my sins, որ Աստված ներել է իմ մեղքերը, then you will have a poor Christian in my eyes, in my opinion. իմ կարծիքով այդ դեպքում դու կունենաս խեղճ քրիստոնյա։ That's not the whole gospel. Դա ամբողջ ավետարանը չէ։ It's the first step. Դա առաջին քայլն է։ But I will take you with through the seven. Բայց ես ձեզ քայլ առ քայլ կանցկացնեմ այս բոլոր հրաշքներով։ You know this all was prophesied by Isaiah. Բոլորս գիտենք Եսայան ինչ էր And մարգարեացել։ Isaiah has prophesied that the Christ would sprinkle all the nations. Եվ Եսայան մարգարեացել էր, որ Քրիստոսը որ գալու էր, նա բոլոր ազգերին էր ցողելու։ Liana will read it. Or did you Հիմա already? ընթերցենք նո։ Այնպես խաթարված էր նրա դեմքը, are you sure if this is it? Isaiah Okay, 52, ներողություն, հա ճիշտ է։ Այնպես խաթարված էր նրա դեմքը եւ տարբերվում էր մարդու դեմքից, նաեւ նրա կերպարանքը մարդու որդիների կերպարանքից։ Այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի, անգլերենում ասում է ցողի։ So let me take you to the foot of the cross, Հիմա այն թույլ տվեք, որ ես ձեզ տանեմ խաչի ստորոտը։ where God's love wants to conquer our hearts. Այնտեղ որտեղ Աստծո սերը ուզում է գրավել մեր սրտերը։ It was the love of God that kept Jesus nailed to the cross. Աստծո սերն էր, որ Հիսուսին խաչի վրա գանված պահեց։ A love that never has been seen. Մի այնպիսի սեր, որի նմանը երբևէ It չէր is տեսնված։ God's perfect unconditionally love, Դա Աստծո կատարյալ եւ առանց նախապայմանների սերն էր, in which we come to know Him as He really is. որի մեջ մենք սկսում ենք նրան ճանաչել այնպիսին, ինչպիսին ինքը իրականում կա։ The last 18 hours, Վերջին 18 ժամերը they show us the true King of Israel. ցույց են տալիս մեզ Իսրայելի ճշմարիտ թագավորին։ It is a breathtaking story, Գիտեք, դա մի պատմություն է, որը լսելիս շունչդ կտրվում է։ full of shocking contrasts. Եվ այս պատմությունը լի է ցնցող The հակադրություններով։ story we see is sovereign Jesus, Մի պատմություն, որտեղ տեսնում ես ինքնիշխան who Հիսուսին, reveals Himself as the Lamb of God, որ ինքը իրեն հայտնում է որպես Աստծո and the գար, same the High Priest. միաժամանակ որպես քահանայապետ։ Amen. Ամեն։ Jesus endured humiliation and mockery in a royal manner. Հիսուսը արքայավայել դիմացավ ամեն ծաղրանքներին ու չարչարանքներին։ He remained heroically silent before the most powerful man in Jerusalem. Երուսաղեմի ամենազորավոր հզոր մարդիկ, որ կային, High Priest իշխանավորները, Caiaphas, Կայափա քահանայապետը, Jewish King Herod, Հրեա թագավորը, Հերովդեսը, the Roman governor Pilate. Հռոմեացի կառավարիչ Պիղատոսը, They were puppets in the hands of my God. նրանք բոլորը խամաճիկներ էին իմ Աստծո ձեռքերում։ It is a Muppet Տիկնիկներ։ show, like in the early days. Դա այն հին օրերի նման կարծես խամաճիկների թատրոն լիներ։ They were marionettes, puppets in the hand of God. Նրանք Աստծո ձեռքերում ընդամենը խամաճիկ էին։ I will show you.
Ես այդ ամենը ձեզ ցույց կտամ։ So, that's why Hebrew also says, not only Peter, Դրա համար էլ ոչ միայն Պետրոսի մոտ ենք կարդում let's read this all Եբրայեցիները։ together. Because Ասում է հիմա եկեք սա միասին ընթերցենք։ Բայց դուք մտածել եք again, all together. Միասին բոլորով կարդանք։ Բայց դուք մտածել եք նոր ուխտի միջնորդ Հիսուսին ու նրա այրան սրսկմանը։ Do you see it? Not only Peter, Ոչ միայն Պետրոսը, also the Hebrew writer. այլև Եբրայեցիների հեղինակը։ Well, now we have to take a step aside. Հիմա մենք մի քայլ մի կողք կանգնենք։ What's this? Yeah. Matthew 4 This is about Jesus 3 years before. Այստեղ խոսվում է այն մասին, թե ինչպես Հիսուսը այս ամեն ինչից 3 տարի առաջ Peter and John were fishermen, այն օրերին, երբ որ Պետրոսն ու Հովանեսը ձկնորս and էին, they are at the beach, եւ նրանք ափին էին, and suddenly my Jesus appears. հանկարծ իմ Հիսուսը հայտնվում է նրանց։ Peter and John knew who he was. Պետրոսն ու Հովանեսը գիտեին, թե նա ով էր։ You can read that in your Bible. Դուք այդ մասին կարող եք կարդալ ձեր Աստվածաշնչում։ Read your Bible, pray every day. Կարդա քո Աստվածաշունչը, աղոթք արա ամեն օր։ So let's all read this together. Հիմա եկեք միասին սա կարդանք։ Հիսուսը միասին կարդանք։ Հիսուսը նրանց ասաց. Եկեք իմ հետևից, լեղ ախարայի, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ։ Նրանք իսկույն իրենց ուրկանները թողնելով գնացին նրա հետևից։ I love this Bible verse. Աստվածաշնչյան այս խոսքը շատ եմ սիրում։ My Jesus comes nearby, Իմ Հիսուսը անցնում է այդ two կողմով, boys, երկու տղամարդ, young man. դեռևս Simon was married already. այդ ժամանակ արդեն Սիմոնը My ամուսնացած Jesus էր, comes. այդ երկու տղամարդիկ այդտեղ են, իմ Հիսուսը գալիս And then է, he says, հետո ասում է. Lech acharai. Լեղ ախարայի, Or maybe he said, Lech acharai. թե կարծում եք այս տոնով ասեց, լեղ ախարայի, But follow me. բայց ինձ հետևեք։ But these two words, Lech acharai, is Բայց Hebrew. եբրայերեն այդ երկու բառերը լեղ ախարայի, You can read this in the Jewish books. հրեական գրքերի մեջ դուք կարող եք այս ամենի մասին կարդալ։ It has a special meaning. Այս բառերի մեջ հատուկ իմաստ կա, So I have to explain this. եւ ես ուզում եմ դա բացատրել։ All the boys Բոլոր տղաները went to synagogue, not on Saturday only, գնում էին ժողովարան, ոչ միայն շաբաթ օրով, because the boys were taught by the rabbi. որովհետեւ բոլոր տղաներին տանում էին, որպեսզի ռաբիները նրանց They սովորեցնեն։ went to school. Նրանք դպրոց էին գնում։ And then they had to learn the first 5 books Եվ of նրանք Moses. պետք է ուսումնասիրեին, Here, in սովորեին mind. Մովսեսի 5 գրքերը անգիր պիտի In սովորեին։ mind. Պիտի անգիր So you անեն։ need a good memory. Դու լավ հիշողություն ունես։ You have to be smart. Դու այդ որպեսզի դա անեիր, պիտի խելացի լինեիր։ Yes. And if you were really smart enough, Ու եթե դու այդ վիճակում ես, ու եթե բավականին խելացի after ես, 4 years you could go to the next level. դու 4 տարի սովորում ես մի դպրոց, դրանից հետո հաջորդ մակարդակն է And if the իրանցնում։ rabbi said, well, you are very good enough, you can go to the next level. Ու եթե ռաբին հավանում էր, ասում էր լավ աշակերտ ես, դու անցնում ես And when the- հաջորդ And մակարդակին։ when the local rabbi Ու երբ որ տեղացի մի believed you were Rabbi. good enough, հավատում էր, որ դու բավականաչափ լավն ես, you would be smart enough ու եթե բավականաչափ խելացի ես, that you also could become a rabbi. այդ դեպքում դու էլ կարող ես ռաբի դառնալ։ Yes. Այո, Then he would say, այդ դեպքում նա ասում էր, you may find yourself a rabbi. ասում էր, որ դու կարող ես քեզ համար մի ռաբի ընտրել։ You may find yourself a rabbi. Դու կարող ես քեզ համար գտնել մի ռաբի։ All families were very glad. Այդ դեպքում այդ տվյալ տղայի ամբողջ ընտանիքը ուրախանում էր։ Maybe he will be a Talmud, a disciple of a rabbi. Մտածելով, որ գուցե իրենց որդին կդառնա ռաբի աշակերտ Թալմիդ։ What a great honor. Ինչպեսի պատիվ կլիներ դա։ So then you could choose one, Ու այդ վիճակում դու արդեն կարող ես ընտրել, and then the rabbi would test you.
Բայց այդ ռաբին էլ պիտի քեզ քններ, Asking you ստուգեր, questions. քեզ հարցեր պիտի տար։ And if the rabbi, after a while, or I don't know how long time, Եվ չգիտեմ ինչքան, բայց ինչ որ ժամանակ հետո, այդ ամեն ինչ անելուց հետո, if he thought, yes, you are smart enough, եթե ռաբին մտածում էր, տեսնում էր, որ դու you are բավականաչափ good enough, խելացի ես, բավականաչափ լավն ես, that you also can be a rabbi, որ դու էլ կարող ես մի օր ռաբի դառնալ, then he would say այդ ժամանակ նա կասեր 2 words, երկու բառ. lech acharai. Լեղ ախարայ։ And that means, Իսկ դա նշանակում էր I believe in you. ես հավատում եմ քեզ։ You can do what I do. Դու կկարողանաս անել այն ինչ ես եմ You անում։ also can become a Դու rabbi. դու էլ մի օր կարող ես ռաբի Oh, the դառնալ։ boy went home. Այդ տղան գնում էր տուն։ Abba, I am Աբա, chosen. աբա, ինձ ընտրել I'm են։ chosen to follow the rabbi. Ես ընտրվել եմ, ռաբի եմ դառնալու։ Huge barbecue. Huge Մի barbecue. հսկայական այդ խորոված այդ party Una fiesta. ու խնջույք։ And then it's in the Jewish books. Եվ հրեական գրքերում սա գրված է։ The Դրանից հետո father would pray a prayer over his son. հայրը իր որդու համար մի աղոթք էր անում։ A beautiful sentence in the prayer Սա մի նախադասությամբ գեղեցիկ աղոթք է։ that you will be covered with the dust of the rabbi. Հայրը ասում էր. «Թող որ դու ծածկվես քո ռաբի փոշիով»։ So lech acharai means follow me. Լեխախարայ նշանակում է ինձ հետևիր, And father said that you will be covered with the dust of the rabbi. եւ հայրը որդուն աղոթում օրհնում էր, ասում էր. «Թող որ Stay դու nearby. դու քո ռաբի ոտնահետքերից Where the ելած rabbi goes, you փոշով go. ծածկվես, մոտիկ մնա, ուր գնա ռաբին, Where the rabbi goes, you go. ուր My որ son. քո ռաբին գնա, նրա հետ գնա, մոտիկից»։ Great story, isn't it? Հետաքրքիր պատմություն է, չէ՞։ But there is a but. A but. Բայց There is a այստեղ but. մի բայց կա։ What if you were not smart enough? Բա որ հանկարծ դու այդքան էլ խելացի չէիր լինում։ What if the rabbi did not believe in you? Ինչ, եթե ռաբին չհավատար What if քեզ։ the rabbi didn't believe that you could do what he did? Եթե ռաբին չհավատար, որ դու կարող ես անել այն ինչ ինքն է անում, Then the rabbi would say this. այդ ժամանակ ռաբին ասում էր. Sorry, Կներես, you're not good enough. դու այդքան էլ լավը չես։ Just do what your father is doing. Գնա ինչ որ հայրդ անում, այդ գործով զբաղվիր։ And if your father is a shepherd, you will be a shepherd. Եթե հայրդ գառնարած էր, դու դառնում էիր If your գառնարած։ father is a potter, you will be a potter. Եթե հայրդ բրուտ էր, դու դառնում էիր բրուտ։ And if your father is a fisherman, Ու եթե հայրդ ձկնորս էր, you will be a fisherman. դու նույնպես պիտի ձկնորս լինեիր։ So back to the story of Jesus. Հիմա վերադառնանք Հիսուսի He պատմությանը։ comes nearby, Նա անցնում է John and Peter. Հովանեսի ու Պետրոսի կողքով։ And what did Jesus feel this moment? Այդ պահին Հիսուսը ինչ էր Yes, զգում։ Father, Այո, հայր, I have chosen them. ես ընտրել եմ նրանց։ They are the two chosen. Այս երկուսը ընտրված են։ I will say lech acharai to them. Ես նրանց ասելու եմ լեղ ախարայի։ My heart is filled with joy, Lord. Հայր Տեր, Father- սիրտս ուրախությամբ է լցվել։ So Jesus is coming up. Հիսուսը գալիս է, The boys are busy. տղաները այնտեղ զբաղված They են։ don't see Jesus, maybe. Գուցե չեն էլ տեսնում, որ Հիսուսն Intense անցնում է, աշխատում են, զբաղված And են։ then Jesus, Հիսուսը անցնում է, lech acharai. լեղ ախարայի։ I says, lech acharai, boys. Ասում է տղաներ, լեղ ախարայի։ I believe in you. Ես հավատում եմ You can do ձեզ։ what I do. Դուք կկարողանաք անել You ինչ որ can become a rabbi as I ես am. եմ անում։ Դուք իմ նման ռաբի կարող եք Follow դառնալ։ me. Ինձ հետևեք։ Stay near. Stay near. Մոտիկ մնացեք։ Wow. Directly they left everything behind. Անմիջապես ամեն ինչ թողեցին։ Simon didn't kiss his mother-in-law. Սիմոնը նույնիսկ զոքանչին հրաժեշտ չտվեց։ Այն He վերջին just- համբույրը հրաժեշտի չտվեց։ He just started following Jesus. Մի անգամից սկսեց Հիսուսին հետևել։ So in Israel, we made a television series about Simon following Jesus. Իսրայելում մի այդպիսի հերոստա սերիալ կա, որ Պետրոսը որ հետևում է Հիսուսին։ 3 years, Simon very often does stupid things. 3 տարի շատ հաճախ Սիմոնը հիմար բաներ անում է։ I love Simon.
Ես սիրում եմ Սիմոնին, because we are Simon. որովհետև մենք Սիմոն But ենք, we are called to be a Peter, a rock, բայց կանչված ենք Պետրոս լինելու, a rock. վեմ And լինելու։ Jesus believes in him every time, every Եվ moment. Պետրոս Հիսուսը ամեն անգամ Պետրոսի հանդեպ հավատ էր ընծայում, ամեն անգամ հավատ ուներ։ Even when Peter is crying bitter tears. Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Պետրոսը At the դառնաղի արդյունք էր թափում, And then Jesus not only chose եւ 12, Հիսուսը ոչ միայն 12-ին then ընտրեց, he chose 70 more, նա 70-ին էլ send ընտրեց, them out all over Israel. ամբողջ Իսրայելով մեկ You can ուղարկեց do what I նրանց։ do. Դուք կարող եք անել այն, ինչ ես եմ Jesus անում։ made disciples, Հիսուսը աշակերտներ not պատրաստեց, visitors, ոչ թե այցելուներ, not church members, not ոչ church members. թե եկեղեցու անդամներ, He made disciples. նա աշակերտներ պատրաստեց։ And then when the disciples came back, oh, we cast out demons. Հետո yeah. աշակերտները եկան, մենք թևեր հանեցինք, այո։ And then Jesus is laughing. Իսկ Հիսուսը ծիծաղում է։ I knew. Ես գիտեի, I have seen it in the spirit. ես դա հոգու մեջ տեսել էի։ That the devil fell out of heaven. Սատանան երկնքից ընկավ։ I've seen you. Ես տեսել եմ այդ բաները, ձեզ տեսել եմ։ Never forget this, boys. Երբեք չմոռանաք այս Your տղաներին։ name is written. Եվ նրանց in ասաց, այս բանը տղաներ չմոռանաք, ձեր անունները գրված են And երկնքում։ then something, this is very important to tell your churches. Հետո մի բան, որ շատ կարևոր է, որ ձեր եկեղեցիներում ասեք։ Jesus says again, Lech Acharai, come. Հետո Հիսուսը նորից է ասում, լեղ Come to ախարայի։ me, but it's the Ինձ- same word. Ինձ մոտ եկեք, նույն բառերով։ And he invites all the people. Եվ նա հրավիրում է Not բոլոր only the 12, the 70. մարդկանց, ոչ միայն 12-ին, The 70-ին, tax collectors he's calling. նա կանչում է Մաքսավորին, Matthew, Մաթեվոսին, the prostitutes, մարմնավաճառներին, the women կանանց, could be disciples of my Jesus. եւ կանայք կարող էին իմ Հիսուսի աշակերտները դառնալ։ Revolution in Israel. Ինչը հեղափոխություն էր Իսրայելում։ He said to the women, Նա կանանց ասեց. a real Jew would pray every morning. Տեսեք, իրականում ամեն իսկական հրեան ամեն առավոտ այսպիսի աղոթք էր անում։ Thank God that he didn't create me as a woman. Գոհություն Աստծուն, որ Աստված Really? ինձ չի ստեղծել որպես կին։ It's Իրոք a այդպիսի prayer. աղոթք եղել է։ It's a prayer, it's all listed in the Jewish books. Այդ գրված են, դրանք գրված են հրեական գրքերում։ And then Paul came later on, Paul came. Հետո Պետրոս Պողոսն Apostle է Paul. գալիս, Պողոս Արաքյալը։ In Christ is no man nor woman. Դե Պողոսն էլ ասում է Քրիստոսի մեջ այլևս արու եւ եք չկա։ My Jesus Իմ was the Հիսուսը only rabbi միակ who ռաբին էր, allowed women to follow him. որ թույլ տվեց կանայք իրեն հետևեն։ I wrote a book last year, The Women Who Follow Jesus. Անցյալ տարի մի գիրք եմ I wrote a book, The Women Who Follow Jesus. Անցյալ տարի մի գիրք եմ գրել, գրքի վերնագիրն է Կանայք, ովքեր հետևեցին Հիսուսին։ It will translate it, I don't know, Russian or Armenian, I don't remember. Չեմ հիշում, in Armenian we don't have it yet։ Թարգմանվել է արդեն, կարծեմ ռուսերենով։ But next year there will be a women conference. Հաջորդ տարի կանանց համաժողով է լինելու, And then all the book who are part of the women conference, եւ ովքեր կմասնակցեն այդ համաժողովին, all women who come, այն կանայք ովքեր will a free կգան, copy of the book, The Women Who Followed Jesus. անվճար այդ նվերը կստանան կանանց մասին, ովքեր հետևեցին And that Հիսուսին։ book gives us a totally different view Ու of my Jesus. այդ գիրքը բոլորովին այլ տեսանկյուն է տալիս He իմ believed in Հիսուսի women. մասին։ Նա հավատաց, որ կանայք կարող են։ He restored them. Հիսուսը վերականգնեց կանանց, բժշկեց He նրանց, delivered them. ազատագրեց նրանց։ Why? Ինչու՞։ To cook potatoes, Որպեսզի կարտոֆիլ պատրաստեն։ you can do what I do Այսինքն նա ասում էր դու կարող եք անել այն, ինչ ես եմ անում։ in Christ. Քրիստոսի մեջ։ All the women say amen? Բոլոր կանայք ասացին ամեն, Amen? ամեն։ Okay. And I said, I love you to do this. Եվ ասում է սիրում եմ, որ այս բանը անում եք։ We will pay for it all. All books are free. Եվ մենք այդ գրքերը անվճար կնվիրենք։ Okay. So, Hebrews 12. Եբրայեցիների 12։ The Hebrew writer, Եբրայեցիների գրողը, yes, thank you, said this. Let us read this together. եկեք սա էլ միասին ընթերցենք։
Մտաբերեք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպիսի չլինի, թե հոգնենք եւ հուսալքվեք։ So now the Hebrew writer says this. Հիմա է Եբրայեցիների հեղինակն ասում է. Look at Jesus. Նայեք Հիսուսին, In the last 18 hours, նայեք նրան իր կյանքի վերջին 18 ժամերին, yes, so that you may not grow weary որպիսի չլինի, թե or տկարանաք, faint-hearted. թուլանաք։ I read a lot of translations, Ես տարբեր թարգմանություններ եմ and one of the կարդացել։ translations says this. Մի թարգմանություն ասում է. So look at Jesus in the last 18 hours, Նայեք Հիսուսին վերջին 18 ժամերին, so that you will not become weak. որպեսզի հանկարծ չթուլանաք։ Yes? Oh, you already said it. Be ready to- So, if we look at Jesus in the last 18 hours, Եթե մենք նայենք Հիսուսին վերջին 18 the ժամերին, Holy Spirit will give us the supernatural courage, Սուրբ Հոգին մեզ գերբնական քաջություն կտա։ supernatural love, Մեզ կտա գերբնական սեր, supernatural power գերբնական զորություն to կտա, be His witnesses in this world. որպեսզի այս աշխարհում նրա վկաները լինեն։ Armenia suffered a lot and a lot, we know. Armenia, people have suffered a lot. Մենք իմացել ենք, գիտենք, հայ ժողովուրդը շատ է տառապել։ Who will need? And heaven is crying with you. Եվ իմացեք, որ երկինքը ձեզ հետ լացում է։ Who will heal your country? Ձեր երկիրը ով է բժշկելու։ How will He heal your country? Ինչպես է նա բժշկելու ձեր երկիրը։ There's only one answer, Միայն մեկ պատասխան կա։ through the cross. Խաչի միջոցով։ And that's not only forgiveness. Եվ այդտեղ միայն ներումը չէ, որ կա։ Tomorrow, Վաղը, I don't remember when, somewhere this conference, վաղը ինչ որ դասերից մեկին we will see that the blood also will heal our inner wounds. մենք կտեսնենք, որ նրա այրունը կարող է բժշկել նաև մեր ներսի, մեր հոգու ցավերը, մեր տրավմաները, հոգեցնցումները, the personal traumas, անձնական հոգեցնցումները, national trauma. նաև ազգային հոգեցնցումը We եւ traveled a տրավման։ lot. Մենք շատ ենք We have ճամփորդել, seen a lot. շատ բան ենք տեսել։ For me, Ինձ համար that wonder of the cross, խաչի հրաշքը, inner healing, այդ ներքին for բժշկությունը me it is the most beautiful one. ինձ համար ամենագեղեցիկ բանն է, Because my wife had a trauma too. որովհետև կինս էլ է Sexual հոգետրավմաներով abuse when she անցել։ was 15 years young. 15 տարեկանում սեռական բռնության է Only my ենթարկվել։ God can heal hearts. Իսկ միայն իմ Աստվածը կարող է սրտեր բժշկել։ And even cleanse the memories who are suppressed away in our hearts. Եվ իմ Աստվածը կարող է նույնիսկ մաքրել այն ցավոտ հիշողությունները, որ մենք մեր ներսում ինչ-որ միտեղ թաքցրելու պահել ենք։ Our eyes upon Jesus. Եկեք մեր աչքերը հառենք Հիսուսին։ Let me take you to the first wonder of the cross. Եվ թույլ տվեք ձեզ տանեմ խաչի առաջին հրաշքին։ Ask your neighbor, are you ready for this? Քո կողքին նստածին հարցրու, պատրաստ ես սրա համար։ Very simple. Let's already do this. Let's look at the first animation about the first wonder of the cross. Եկեք հիմա նայենք խաչի առաջին հրաշքի մասին անիմացիան։
Gethsemane means olive press, Գեցեմանի նշանակում է ձիթան, where the olives are pressed until they burst. որտեղ այդ ձիթապտուղը այնքան են ճզմում, որ դրանք պայթում են։ And the red liquid appears. Այդ կարմիր հեղուկը դուրս է գալիս։ And this what happened to my Jesus in the Garden of Gethsemane. Ու սա պատահելու էր իմ Հիսուսի հետ Գեցեմանի պարտեզում։ It was in this place Այդ վայրում էր, that the most dramatic wrestling in the history of the world took place. որտեղ տեղի ունեցավ աշխարհի ամենադրամատիկ մարտը, մակարումը։ The Bible says, Աստվածաշունչն ասում է Luke 22:44. Ղուկաս 22:44-ում նրա քրտինքը դարձավ այրան կաթիլների պես եւ թափվեց գետնին։ And his sweat was like drops of blood falling to the ground. Նրա քրտինքը այրան կաթիլների պես թափվում էր գետնին։ Doctors all over the world have explained this is possible. Ամբողջ աշխարհի բժիշկները բացատրում են, որ սա հնարավոր է։ I don't explain it because it costs time. Այս ամեն ինչը ես հիմա չեմ բացատրի մանրամասը շատ You can ժամանակ read it in կտանի։ the book. Բայց այդ գիրքը, որ ձեզ կնվիրենք դրա մեջ, կարող եք կարդալ դրանք։ So if you are under unhuman stress, you Եթե can դու sweat blood. մարդկային ուժերից վեր ինչ որ ստրեսի տակ ես լինում, Even nowadays. նույնիսկ մեր օրերում քո քրտինքը կարող է այրան կաթիլների So the նման question is հոսել։ not, did Jesus really sweat blood? That's not the question. Հարցը նա չի, թե իսկապես Հիսուսը այդպես այրուն քրտնեց։ The question Դա չի is- հարցը։ Հարցը սա է. What caused my Jesus so much stress? Ինչը այդ աստիճանի ստրես, լարվածություն պատճառեց իմ Հիսուսին, That he started որ նա սկսեց sweating blood. այրուն քրտնել։ The first time Առաջին անգամ that his blood would sprinkle the soil, the ground. այդ ժամանակ նրա այրունը պիտի ցողեր գետինը։ In 42, we read before, Նախկինում It էլ happened. կարդացինք, դա որ տեղի ունեցավ, he's crying, he's screaming, he is bleeding. նա աղաղակում է, նա այրուն է հեղում։ Hebrew wrote it. Եբրայեցիներում դա գրված And then էր։ my Jesus says, Abba, Իմ Հիսուսն ասում է. Abba, Աբա, if you are willing, take this cup from me. եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից։ First, Առաջինը։ this is the only place in the gospel Սա ավետարանի մեջ միակ տեղն է that is written in Greek հունարենով գրված, that my Jesus calls his father Abba. որ իմ Հիսուսը իր հորը անվանում է Աբա։ The writers of the gospel Ավետարանների հեղինակները use always the Greek word pater for father. հոր համար միշտ օգտագործել են պատեր բառը, հայր Except բառը։ this time. Բացառությամբ այս մի դեպքի, Because Jesus knew, որտեղ Հիսուսը գիտեր, if I drink this cup եթե ես այս բաժակը խմեմ, filled with the sins of the nations. լցված ազգերի մեղքերով, Remember Jeremiah 25? 51 Երեմիա 24-ը, I will be cursed. ես անիծված կլինեմ, I will be abandoned from my father. ես լքված կլինեմ իմ հորից, Then I will take their place. Here it starts. ես այդ ժամանակ իրենց տեղը կբռնեմ, ու այդ տեղից կսկսվի ամենը։ He's crying, Hebrews say. Եբրայեցիցն ասում է, որ նա լացում էր, He's screaming. նա բղավում էր, աղաղակում, Oh, Abba, Father. No, Ոչ թե Abba, ասում էր Father. Աբա հայր, ասում էր Started Աբա sweating հայր, blood. այն աստիճանի, որ քրտինքը Take այրուն էր this cup դարձել։ from me. Նա ասում էր այս գավաթը ինձնից հեռացրու։ But that was the master plan. Բայց դա էր գլխավոր ծրագիրը։ What's going on here? Այստեղ ինչ է կատարվում։ This is Jesus' godly nature responding. Այս ժամանակ Հիսուսի աստվածային էությունն է արձագանքում։ Hate of sin will kill you. Այն որ մեղքը քեզ կսպանի, Sin will destroy you. մեղքը քեզ կկործանի։
He knew if I drink this cup, Նա գիտեր, որ եթե խմեմ այս գավաթը, he knew Jesus, the man without sin, Հիսուսը մարդը առանց մեղքի, would make himself sin with our sin. ինքը իրեն մեղք էր դարձնելու մեր մեղքերի հետ։ Paul wrote that later. Պողոս ավելի ուշ գրում է այդ մասին։ Oh, what did Jesus do for you? What did Jesus do for you? Ինչ է արել Հիսուսը Oh, he forgave my sins. քեզ համար, դե ներել է իմ I մեղքերը, can't hear it anymore. այլևս այդ լսել չի լինում։ He did not want your sins Նա չէր ուզում քո մեղքերը, because he knew որովհետև գիտեր, I will be made to sin. որ դրանից հետո ինքը մեղք է դառնում։ That means I see your sin, Դա նշանակում է ես մեղք դառնալով պիտի տեսնեմ քո մեղքը, I hear the sin, պիտի լսեմ մեղքը, I smell the sin, պիտի այդ մեղքի հոտը առնեմ, I will feel the sin. ես այդ մեղքը պիտի զգամ, Lord, take away this cup from me. Տեր, այս գավաթը ինձանից հեռացրու։ Please preach this message Խնդրում եմ այս պատգամը քարոզեք, so that we will hate the sin որպեսզի մենք ատենք մեղքը, as Jesus hated your sin. ինչպես Հիսուսն էր ատում քո մեղքը, Because sin destroys relationships. մեղքը քանդում է հարաբերությունները, Sin destroys nations. մեղքը կործանում է ազգերին, But he took it. բայց Հիսուսը դա He took it. վերցրեց։ We remember what was written down by Jeremiah. Հիշում ենք Երեմիան ինչ էր Let's գրել։ read it together. Եկեք սա միասին ընթերցենք, որովհետև Տերը Իսրայելի Աստվածը այսպես է ասում ինձ. վերցրու իմ ձեռքից զայրույթի գինու բաժակը եւ խմեցրու այն բոլոր ազգերին, որոնց մոտ ես ուղարկում եմ քեզ։ Professor Jesus knew this was the master plan of God. Հիսուսը գիտեր, որ սա Աստծո գլխավոր ծրագիրն էր։ This is what the Lord told to me, Jesus. Եվ հենց Տերը ինձ դա ասել է։ It was prophesied about Jesus. Եվ այս ամեն ինչն էլ Հիսուսի մասին մարգարեաբար ասվել է։ Take this cup and drink it in their place. Վերցրու այս գավաթը եւ խմիր նրանց փոխարեն։ The cup that was meant to you and me Այն գավաթը, որ նախատեսված էր իմ ու քեզ համար։ was presented. Այդ գավաթը ներկայացվեց And he prophesied Jeremiah. Հիսուսին եւ Երեմիան մարգարեանում When էր, they drink it, ասելով, որ երբ որ խմեն, you can read it. եւ նրանք պիտի խմեն ու տատանվեն ու ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ, որպեսզի նրանց ավերակ, ամայություն եւ երկարատև սուլելու առարկա ու նզով կդարձնի, ինչպես որ է այսօր։ That happened with my Jesus in the Garden of Gethsemane. Այդ բանը տեղի ունեցավ իմ Հիսուսի հետ Գեթսեմանի պարտեզում։ Gethsemane, the olive press. Գեթսեմանը, այդ ձիթանը, ձիթապտուղը ճզմելու տեղը, Your and mine sins, քո եւ իմ մեղքերը, every perversity of the world, աշխարհի ամեն ատելություն, թշնամություն, from the Russians, the Ukrainians, ռուսներից, The ուկրաինացիներից, Americans. հոլանդացիներից, ամերիկացիներից, they were pressed together in one cup. այդ ամեն ինչը խտացվել էր մեկ գավաթի մեջ։ Sins of the rapist, Բռնաբարի մեղքերը, the sins of Adolf Hitler and Stalin. Ադոլֆ Հիտլերի, Ստալինի մեղքերը, Adolf Hitler who sent 6 million Jews and others to the gas chambers. Ադոլֆ Հիտլերը 6 միլիոն հրեաների մահվան ուղարկեց Every գազախցիկներում։ cruelty, every lust, Ամեն տեսակի դաժանություն, ամեն ցանկասիրություն, all the sins of the world. աշխարհի բոլոր մեղքերը, From Adam straight through to the last to be born. Ադամից մինչև այն վերջին անձը, որ դեռ Are ծնվելու pressed է, together in that cup that Jesus should խտացված drink. էին այդ գավաթի մեջ, որ Հիսուսը պիտի խմեր։ And we will never know Մենք երբեք չենք իմանա, what it meant to my Jesus. թե այդ ամեն ինչ էր նշանակում իմ Հիսուսի համար։ Paul has preached this also.
Պողոսնել է այս մասին քարոզում։ Shall we read this together again? Սա էլ կխնդրեմ միասին ընթերցենք, որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Wow. That's the Salmanali exchange bad. on the cross, you know, Այստեղ փոխանակում է կատարվում խաչի so վրա, that we could set free, որպեսզի մենք ազատ լինենք, could be beloved children of the God. of the որպեսզի Father. լինենք Աստծո հոր սիրելի զավակները։ So in the Garden of Gethsemane, Գեթսեմանի պարտեզում Jesus endures what the scapegoat endured on the great day of atonement. Հիսուսը դիմացավ այն ամենին, ինչ որ քավության նոխազն էր անում sins of the քավության whole world օրը։ were laid upon him. Ամբողջ աշխարհի մեղքերը եկան նրա վրա։ This is what John the Baptist Սա էր, որ Հովանես spoke when he Մկրտիչը saw խոսեց, Jesus. երբ որ տեսավ Հիսուսին։ John 1:29. Հովանես 1:29, But not many understand. բայց ոչ բոլորը հասկացան։ Jesus is coming up. Հիսուսը գալիս է։ He is the Messiah to come. Նա Մեսիան է, որ գալու And է։ then he points to Jesus, John the Եվ Baptist. Հովանես Մկրտիչը մատնանշում է։ There is the Lamb of God. He says, Ահա Աստծո գառը, ասում է նա, who takes away the sin of the world. ով վերցնում է աշխարհի մեղքերը։ So he's the Messiah first, Նա է Մեսիան առաջին but հերթին։ second he will take away the sins of the Եվ world. հետո նա պետք է աշխարհի մեղքերը վերցնի, ինչպես։ Oh, John, you're sorry. We have a theological problem. Մենք աստվածաբանական մի խնդիր ունենք։ No, the blood of the Lamb will cover our sins. Դե ախր գառան այրունը Կա։ կծածկի չէ մեր մեղքերը։ Կա չէ նման բան։ No, John said. Հովանեսն ասում է This Lamb ոչ։ of God is different. Այս գառը Աստծո տարբերվում է։ He will take away your sins. Նա կհեռացնի մեր մեղքերը։ The old covenant couldn't do that. Հին ուխտը չէր կարող դա անել։ He take away the sins Իսկ Հիսուսը մեղքերը հեռացրեց, so that the Holy Spirit can come and fill us. որպեսզի Սուրբ Հոգին կարողանա գալ ու լցնել մեզ։ We are a walking temple of the Holy Spirit Մենք Սուրբ Հոգու քայլող տաճարներն ենք։ through the wonder of the cross. Խաչի հրաշքի միջոցով Jesus took it all. Հիսուսն ամենը վերցրեց։ Okay. The band may come. Փառաբանության խումբը կխնդրենք, որ գա։ Isaiah prophesied this also. Եսայան էլ էր մարգարեացել։ Shall I read? Yeah, you can read Տերը it. նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ God laid our sins upon my Jesus. Աստված մեր մեղքերը դրեց իմ Հիսուսի վրա։ And then when I wrote the book, Երբ որ ես գիրք գրեցի, I asked myself, ես ինքս ինձ հարց տվեցի. what did people see when they looked in the eyes of Jesus, the man without sin? Ինչ են մարդիկ տեսնում Հիսուսի աչքերի մեջ, այն մարդու, որը առանց մեղքի է։ What did they see? Ինչ են մարդիկ տեսնում։ Այն ժամանակ էլ ինչ տեսան մարդիկ։ For instance, in Luke 15, we read that many tax collectors and prostitutes followed my Jesus. Օրինակ Ղուկասի 15-ին կարդում ենք, որ բազմաթիվ մարմնավաճառներ, մաքսավորներ, շատ մարդիկ հետևում էին իմ Հիսուսին։ What did the prostitutes see in the eyes of my Jesus? Մարմնավաճառը իմ Հիսուսի աչքերի մեջ ինչ տեսավ։ Rejection? Մերժում, forgiveness, ոչ։ The only man. Միակ մարդը, He looked at them with pure eyes. առաջին մարդը, որ մաքուր աչքերով նայեց No նրանց, condemnation. ու ոչ մի դատապարտություն, Supernatural love. գերբնական սեր։ When I was a pastor, Երբ որ ես հովիվ էի, a woman came to Christ. մի կին եկավ Քրիստոսին։ She was sexual abused when she was 3 years young. 3 տարեկանից այդ կինը, այդ աղջիկը բռնության էր ենթարկվել։ And after that- Սեռական բռնության։ Any man can abuse you. Sorry. After that, any man can abuse you. Եվ երբ որ այդ նման բան է կատարվում, նման կնոջ հետ ցանկացած մեկը կարող է բռնություն կիրառել։ And then she gave her life to Jesus. Բայց հետո այդ կինը կյանքը տվեց Հիսուսին։ Because, you know why? Գիտեք ինչու։ I spoke about my Jesus, who he really is. Ես նրա հետ խոսեցի իմ Հիսուսի մասին, թե իրականում ով է նա։
I preach about this topic. What would people have seen in the eyes of my Jesus? Ես այս թեմայով խոսեցի ասելով մարդիկ ինչ էին տեսնում իմ Հիսուսի աչքերում No condemnation. ոչ մի դատապարտություն Even Pilate looked 3 times in the eyes of my Jesus. նույնիսկ Պիղատոսը 3 անգամ նայեց իմ Հիսուսի աչքերին He only saw unconditional love. նա միայն առանց նախապայմանների սեր տեսավ No rejection. մերժում չկար Mary Magdalene, Մարիամ Մագդաղենացին the apostle of the apostles, առաքյալների առաքյալը the Roman Catholic Church says. ինչպես որ հռոմեական կաթոլիկ եկեղեցին է ասում She was not a prostitute. նա մարմնավաճառ չի եղել No. ոչ But she was possessed by 7 demons and she was totally. բայց որ ազատագրվեց 7 դևերից Yeah. And Jesus came եւ Հիսուսը եկավ to set her free. նրան ազատագրելու The 5th wonder of the cross is the wonder of deliverance. խաչի 5-րդ հրաշքը ազատագրման հրաշքն է Through many years, երկար տարիների ընթացքում and after doing hundreds and hundreds of deliverance conferences myself, ես ինքս հարյուրավոր համաժողովներ եմ արել ազատագրման I discovered something. ես մի բան եմ բացահայտել The love of God in us Աստծո սերը մեր մեջ is our authority. մեր իշխանությունն է Nothing else. ուրիշ ոչ մի բան Not your Bible knowledge. ոչ թե քո աստվածաշնչյան գիտելիքները The love of the Father. հոր սերը The devil can how do you say it? I don't find the English word now. The devil can copy every gift of the Spirit. գիտես Anything. սատանան կարող է կրկնօրինակել ցանկացած բան ամեն Except ոլորտում the love of the Father. բացառությամբ հայր Աստծո սիրո And I'm so honored that prostitutes come to our conference. Many. գիտեք ինձ համար պատիվ է որ բազմաթիվ մարմնավաճառներ գալիս են մեր And I համաժողովներ present them my Jesus. եւ ես նրանց ներկայացնում եմ իմ And they Հիսուսին come. ու գալիս են նրանք And many really of them are so Եվ իսկապես overwhelmed by his love. նրանք այնքան են այսպես պարուրվում They Հիսուսի cannot սիրո stand on their feet anymore. Այլևս չեն կարողանում նույնիսկ ոտքի վրա կանգնել Maybe 30 minutes they lay down. մի 30 րոպե նրանք այսպես այդ զորությունից ընկնում And են I ask them what happened. հարցնում եմ ինչ է կատարվում ձեզ հետ And they all, very often they respond like this. շատ հաճախ այսպեսի պատասխան եմ ստանում And they start crying. նրանք սկսում են իհարկե And լացել they say, I saw ասում են Jesus ես տեսա Հիսուսին in his eyes. ես նայեցի Հիսուսի աչքերին One of them is Anna, նրանցից մեկը Աննան not her է real name. ես այդ իր իրական անունը չի And I heard this story later on. ես նրա պատմությունը ավելի Years ուշ later. լսեցի տարիներ անց On that conference, բայց այդ համաժողովում she was forgiven. նա ներված էր She looked Jesus in the eyes. նա տեսավ նայեց Հիսուսի աչքերին She stood up, հետո ոտքի walked to կանգնեց the coffee corner, գնաց այնտեղ սուրճ խմելու and she saw a client of her. եւ այնտեղ տեսավ իր հաճախորդներից And she went to him. բայց գնաց մոտեցավ And she looked him straight in the eyes. ուղիղ նրա աչքերի մեջ նայեց And she said only 3 words. եւ ընդամենը 3 բառ ասեց I forgive you. նրան ասաց ես ներում եմ The man քեզ started crying. այդ տղամարդը սկսեց լացել But then something else happened. բայց հետո ուրիշ բան էլ This եղավ is real true. սա իրական ճշմարիտ Then she պատմություն է said, I go to the other corner, հետո այդ կին ասում է գնամ այն մյուս անկյունը drinking coffee. սուրճ խմելու You don't believe this. դու գուցե չհավատաք Another client of her. բայց նրա մի ուրիշ հաճախորդն է այնտեղ It լինում was in the north of Holland. սա Հոլանդիայի հյուսիսում է եղել She looked him in the eyes. նայում է նրա աչքերին He looked down այդ տղամարդը աչքերը He turned. կախում է նա շրջվում է and he left the conference. ու գնում կոնֆերանսից Anna now, հիմա Աննան like Mary Magdalene, ինչպես Մարիամ she's Մագդաղենացի forgiven. ներված է She's healed. բժշկված She's է delivered. ազատագրված է Filled of God, filled of the Holy Spirit. լցված է Սուրբ Հոգով And now she's a strong evangelist in իսկ the հիմա Caribbean.
ուժեղ ավետարանի չէ That's what my կարիբյան։ Jesus is doing. Ահա թե ինչ է անում իմ Amen. Հիսուսը։ Ամեն։ Still. Տակավին անում է։ But then, Բայց հետո this woman in my church, այդ կինը մեր եկեղեցում, abused when she was 3 years old. այն կինը, որ 3 Abused and տարեկանից abused again. Many Նրան- men in her life. շատ ձևերով էին սեռական բռնության ենթարկել տարբեր տղամարդիկ։ And then on a Sunday morning, Եվ մի Կիրակի օր, after the service, ծառայությունից հետո she came to me. եկավ մոտեցավ ինձ։ My wife and I, we knew her story. Ես ու կինս գիտենք նրա պատմությունը։ And she said this to me. Ու ինձ ասաց, She said, Wilkin, ասաց Վիլկին, in this church, այս եկեղեցում our men, կա տղամարդ, with their eyes, they take me. որ տղամարդիկ ովքեր իրենց Sexually աչքերով են, վավաշոտ աչքերով են ինձ նայում։ I became so angry. Ես այնքան բարկացա։ I'm not Jesus, you know. Գիտեք, ես Հիսուսը չեմ, I became so angry. բայց ես այնքան բարկացա։ I started crying. Սկսեցի լացել։ And later on I said, Lord, Հետո ասացի Տեր, we want a safe church. մենք ուզում ենք, որ եկեղեցին ապահով Church will անվտանգ be տեղ լինի։ a safe place for everyone. Եկեղեցին ապահով ու անվտանգ տեղ լինի ամեն մեկի համար։ Everyone has to hear. Ամեն մեկը պիտի լսի։ Lech Acharai. Լեխ ախարայի։ I believe in you. Ես հավատում եմ քեզ։ Whatever you have done, Ինչեր որ դու արել whatever ես, they have done to you, կամ քո դեմ ինչեր որ you արել can են, follow him. դու կարող ես հետևել You can նրան։ do what Jesus did. Դու կարող ես անել այն ինչ You Հիսուսն can be a արեց։ disciple of my Jesus. Դու կարող ես իմ Հիսուսի աշակերտը լինել, But բայց if we don't lead them through the last 18 hours, եթե դու նրանց չառաջնորդես, չուղեկցես վերջին never really will be restored. ժամին, 18 ժամերին նրանք իրականում չեն վերականգնվի։ the cross has it all. Խաչը իր մեջ այդ ամենը ունի։ And the first part is, Եվ առաջին the մասը, first step is, առաջին քայլը we may give our cup, այն է, որ մենք կարող ենք մեր գավաթը տալ, our life, մեր կյանքը տալ, filled with our sins, որ լցված է մեր մեղքերով։ to our Jesus. Դա կարող ենք տալ մեր Հիսուսին, Because John says, որովհետև Հովհաննեսն ասում է, the blood of Jesus Հիսուսի արյունը cleanses our sins. մաքրում է մեր մեղքերը։ That is the first step. Let's stand up Դա together. առաջին քայլն է։ Եկեք ոտքի կանգնենք։ We know you all are leaders, Մենք գիտենք, որ դուք բոլորդ առաջնորդներ եք։ church leaders. Եկեղեցու առաջնորդներ, Maybe you say, but I'm not a pastor. բայց գուցե դու ասում ես, դե ես հովիվ չեմ, I'm not a leader. ես առաջնորդ չեմ։ Yes, you are a leader. Այո, You are a leader. առաջնորդ ես, դու առաջնորդ And ես։ first you have to lead your own life. Եվ առաջին հերթին դու պետք է քո իսկ կյանքը առաջնորդես։ Amen. Ամեն։ First you have to lead your own life Առաջինը քո կյանքը առաջնորդիր, so that God can trust you more. որպեսզի Աստված քեզ ավելին վստահի, To be a leader like Jesus was a leader. որպեսզի դու լինես այնպիսի առաջնորդ, ինչպիսին Հիսուսն էր։ If we do a conference like this, Երբ որ մենք անում ենք այսպիսի կոնֆերանս, not for leaders, ոչ թե առաջնորդների համար, but for everyone, այլ ցանկացած մեկի we համար, invite them come to the front. մենք այդ ժամանակ մարդկանց հրավեր ենք անում, որ առաջ Will գան։ you give your cup, your heart to Jesus? Եվ մարդկանց ասում ենք, արդյոք քո գավաթը, քո սիրտը, այդ բաժակը կտաս Հիսուսին, To forgive, to cleanse all the Որպեսզի- sins stored in your heart. որպեսզի նա ների, մաքրի քեզ ամեն մեղքերից, որ պահված էին քո սրտում։ And in Holland we do this Եվ Հոլանդիայում մենք սա անում ենք much larger than this conference. շատ ավելի մեծ լսարանի համար։ And then almost 1,000 people come to the front. Եվ հազարավոր մարդիկ առաջ են գալիս։ Why? Ինչու՞։ Because they never knew Որովհետև նրանք երբեք չէին the իմացել, price Jesus paid for them. որ Հիսուս Քրիստոսը նրանց համար վճարել է։ Some do this for the first time, Նրանցից ոմանք դա անում են առաջին անգամ, but others I always invite come to the front բայց ես միշտ հրավերը տալիս եմ, ասում եմ առաջ եկեք, because you want to say to Jesus, որովհետև դու ուզում ես Հիսուսին ասել. my Jesus, Իմ Հիսուս, I didn't know
Ես չգիտեի, what cost the price. թե ինչ գին է You արժեցել։ paid for me. Դու վճարել ես ինձ You համար։ took my sins upon you. Դու իմ մեղքերը վերցրել ես You քեզ saw my վրա։ sins. Դու տեսել ես իմ You մեղքերը։ heard my sin. Դու լսել ես իմ մեղքերը։ You have smelled my sin. Դու իմ մեղքերի հոտը առել You ես։ tasted my sin. Դու ճաշակել ես իմ մեղքերը։ I didn't know Ես չգիտեի, that you were made to sin with my sin. որ դու իմ մեղքերով մեղք դարձար։ Excuse me, Lord. Ների ինձ Տեր։ I didn't know. Ես չգիտեի։ And I want to thank you. Եվ ես ուզում եմ գոհանալ It քեզնից։ is finished. Դա կատարված է։ The blood of God, Աստծո արյունը, the Son of God, Աստծո որդու can արյունը cleanse my heart կարող է մաքրել իմ սիրտը, so that I am a beloved child of the Father. որ ես հոր սիրելի զավակը լինեմ։ Lord, here is my heart. Տեր, ահա իմ սիրտը։ Maybe you say it in your own way. You are all leaders. Գուցե դուք ձեր առաջնորդներին կամ դուք ձեր մեջ Say. ձեր ձևով, ձեր բառերով կարող With եք your own ասել։ words, start praying. Say, Lord Ձեր Jesus, բառերով here հիմա I am. սկսեք ինքներդ Say it with աղոթել։ your own words. Ձեր բառերով այս աղոթքը Thank you for the արեք։ wonder of the cross. Գոհացեք նրանից խաչի You took հրաշքի it all, համար։ Jesus. Հիսուս դու ամենը վերցրիր։ You made yourself one with me, Դու ինձ հետ նույնացար։ with all my sins, Իմ բոլոր մեղքերի so that հետ, I can make myself one with you, որպեսզի ես էլ կարողանամ քեզ հետ նույնանալ։ justified through the blood of the Father, the blood of Christ. Հիսուսի արյունով արդարանալով։ Yes, thank you, Jesus. Շնորհակալ եմ քեզ Start, Հիսուս։ start thanking Him. Start thanking Him. Սկսիր գոհանալ նրանից։ Start thanking Him. Գոհացիր նրանից։ Thanking Him. Գոհացիր։ Come, Holy Spirit, Արի Սուրբ Հոգի, fill this room with your love. լցրու այս սենյակը քո And fill սիրով։ our hearts with your supernatural love. Եվ մեր սրտերն էլ լցրու քո գերբնական Your սիրով։ love will cast out the fear in my heart. Քո սերը իմ սրտից վախերը կհեռացնի։ Lord Jesus, I will follow you. Տեր Հիսուս, ես քեզ կհետևեմ։ I will love the people Ես կսիրեմ just մարդկանց, as you love the people. ինչպես դու ես սիրում Oh, I մարդկանց։ thank you, Lord. Here I am. Ահա ես Տեր։ Hineni. Hineni, Hebrew. Here I am. Եբրայերեն էլ ասվում այդպես ահա My ես։ hands are your hands. Իմ ձեռքերը քո ձեռքերն են։ My feet are your feet. Իմ ոտքերը քո ոտքերն են։ My life is yours. Իմ կյանքը քոնն է։ Live in me Ապրիր իմ մեջ։ and live through me, Jesus. Եվ իմ միջոցով դու ապրիր։ Help me Օգնիր ինձ, to show the churches, որ ավելի ուժեղ լինեն to show եկեղեցիները, this nation որպեսզի ցույց տանք who you եկեղեցուն։ really are. Կարողանամ ես ազգին ցույց տամ, թե Here I am. իրականում դու ով ես, ահա ես։ Help me Օգնիր ինձ, to show this nation որ ես այս ազգին ցույց the տամ, greatness of the cross. որ դու այս բաները խաչի վրա արեցիր։ And if you believe this, Եթե հավատում ես այս say ամեն, amen. ասա ամեն, ամեն, ամեն։ Glory to Jesus. Փառքը Հիսուսին։ Ջացարան կանասո մահվան մատնամեց մեր մեղքացասում նասո հոշարության վերցեց նա նախադինք ընդունեց ծեծվեց անարգվեց հոր կամքին նազատվելով փաշեպասար կարեց այդին խաչան փրկությունս է ուր դասեր հեղվեց ինձ վարամ հակիս կոչում է ալելույա փառք է որնություն նա
եղած մեղքի ադեսքը ընկած է քանդված Աստծով ազատ եմ հավիտյան փրկված մեղքս կապած է իմ պատկը մարված անգին արուդով Իսուսի եղած մեղքի ադեսքը ընկած է քանդված Աստծով ազատ եմ հավիտյան փրկված Այդին խաչը փրկությունս է ունասել է մեզ ինձ վրա Ոգիս կոչում է Ալելույա Փառք է օրհնություն Տես թավալված է քարը դատարկ երեսմանը Ալելույա Ալելույա Փառք Քո կենդանի է Տերը Այդին խաչը փրկությունս է ունասել է մեզ ինձ վրա Ոգիս կոչում է Ալելույա Փառք է օրհնություն նրան Փառք է օրհնություն նրան Փառք է օրհնություն Ամբողջ փառքերը մեր Տիրոջը։ Շնորհակալ ենք Աստծուց այս հիասքանչ օրվա համար, շնորհակալ ենք Աստծուց այս հոգևոր կերակուրի համար,